փոփոխություն եղավ, մենք 12 տարի շարունակ միշտ առաջնորդանում չորեքշաբթի օրերն ենք արել, այսօր փոխվել է, որտեղ չորեքշաբթի օրերը զբաղված է 5 շաբթի ենք այստեղ, բայց եւ այնպես նորից ուրախ եմ, որ միասին ենք այստեղ ենք ու փառք Աստծո, որովհետեւ մի ընտանիք ենք ու ամբողջ գործ Առաքելոց գիրքը հիմա աստիճանաբար պիտի փորձենք բացահայտել այս գիրքը, պիտի տեսնենք, որ ընդամենը նախ եւ առաջ ընտանիքի գաղափարն է խոսում, որտեղ եկեղեցին ինքնին ընտանիք է, սուրբ ընտանիք, մեծ ընտանիք, Քրիստոսի ընտանիքն է եւ մենք այստեղ ենք, որ հասկանանք, թե ինչ է խորքի մեջ եկեղեցին եւ ինչպես պետք է մանավանդ մեր դարում 21-րդ դարում ապրել այս իրական եկեղեցու կյանքը։ Փորձեմ մի փոքրիկ ուղակի հիշեցնեմ ինչի մասին խոսեցինք, նախորդ դասը ներածություն էր ուղակի։ Մի քանի սլայդ էստեղ կներկայացնեմ, որովհետև ձայնագրությունները եւ Instagram-ում ունենք, եւ Facebook-ում ունենք, եւ նաեւ YouTube-ում ունենք, այնպես որ վստահ եմ շատերը կարող են մեզ դիտել այնտեղ, բայց սկսեցինք ներկայացնել գործ Առաքելոց գիրքը ու ամենակարևորը, երբ որ թարգմանում ենք խոսակցական մեր լեզվին, հասկացանք, որ գիրքը ինքնին պատգամ ունի մեզ, որովհետև սա առաքյալների գործերն են։ Մանավանդ այստեղ բողոքական երկրում գործերը միշտ դիտվում են ավելի ոչ կարևոր ու այստեղ գիրքը ինքնին մեզ ասում է, որ գործերը չափազանց կարևոր են եւ խոսեցինք այն մասին, որ գիրքը չի կոչվել առաքյալների քարոզները օրինակ, այլ կոնկրետ կոչվել է առաքյալների գործերը, որովհետեւ գործով է, որ դու փաստում ես, թե ինչպիսի քրիստոնյա ես։ Նաև խոսեցինք, որ հաճախ մենք թերևս դժվարություն ունենք ընկալելու, մենք մանրակրկիտ գրքերի մասին խոսել ենք եւ իմ հաշվարկով 17 գիրք արդեն սերտել ենք միասնաբար նոր կտակարանյան գիրք, բայց ամեն անգամ միշտ ուզում եմ հիշեցնել, որ գործ Առաքելոցն էլ նոր կտակարանյան 27 գրքերից մեկն է եւ ուզեցի նաեւ հիշեցնել Սուրբ Հովան Ոսկեբերյանի այն միտքը, որ զարմանալիորեն 400 թվականին էր գրել ասել ու 2026 թվականին նույն միտքն է կարծես, ուզում եմ հիշեցնել ինչ էր ասում Մեծ Սուրբը, որ ասում էր շատերի համար այս գիրքն ու նրա հեղինակ այնքան քիչ ծանոթ են, որ չգիտեն, թե նման գիրք կա անգամ Սուրբ գրքում, ահա թե ինչու որոշեցի, որ նման գանձը ի հայտ բերեմ, որպեսզի այն չշարունակի ծածկված մնալ մարդկանցից, քանի որ այն կարող է ավետարաններից ոչ պակաս օգտակար լինել քրիստոնեական իմաստությունը եւ ճշմարիտ ուսմունքը փոխանցելու համար, մասնավորաբար Սուրբ Հոգուն վերաբերող հատվածներում։ Ուրեմն հենց սա է 400 թվից անցել է 1626 տարի, բայց արի ուտես, որ գործ Առաքելոց գիրքը մնացել է շատերի համար դեռ անծանոթ, անճանաչելի։ Եվ իրականում խորքի մեջ հայրաբանական գրականության մեջ էլ շատ քիչ մեկնություններ կան գործքի, ես նախորդ անգամ ներկայացրեցի այս գրքերը, ուրեմն լավ առիթ է, որ այս գանձ, ինչպես Մեծ Սուրբն է ասում, որը ծածկված է մնացել մեզանից շատերից, կարողանանք բացահայտել ու տեսնել, թե ինչքան ինքը առնչություն ունի այսօր մեր կյանքում։ Եվ մի սլայդ էլ էի դրել այստեղ մեր անցած ճանապարհը, որ 2010 թվականից մինչև 26 թիվ, 16 տարի սկզբից սկսեցինք Սուրբ Սարգիսում Սանտա Կլարիտայի, 10 թվականին հետո տեղափոխվեցինք Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճար եւ այս ընթացքում հոգեվոր առանձնացումներ, ուխտագնացություններ, սերտողություններ, այս ամենը միասին կատարեցինք եւ կան անձինք, որի սկզբանե մեզ հետ են, չեմ ուզում մատնացույց անել իրենց, բայց իրապես ինձ համար շատ կարեւոր է մանավանդ հարատեվությունը, որ ես ինքս փորձում եմ ունենալ, այսինքն հարատեվել, մնալ միտեղ եւ հիմա պիտի տեսնենք առաքյալների օրինակով, թե ինչքան դա կարեւոր է։ Այսօրվա տեքստը ընթերցեմ, ինչպես ամեն անգամ անում ենք ու նախադասություն առ նախադասություն պիտի փորձենք գործ Առաքելոցը կամ առաքյալների գործերը վերլուծել։ Այսօր մենք սերտելու ենք առաջի գլխի, առաջի նախադասությունից մինչև 14-րդ համարը եւ ընդհանրապես այդպես ենք անում, գլուխները բաժանում ենք երկու մասի, եթե երկար են գլուխները, երբեմն բաժանում ենք 3 մասի, բայց այս դեպքում երկու մասից կավարտենք, ուրեմն 1-ից 1:14։ Ասում եմ Առաջին պատմությունը գրի առավ Թեոփիլե այն բոլոր բաների մասին, ինչ Հիսուս սկսեց անել եւ ուսուցանել սկզբից մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատվեր տվեց առաքյալներին, որոնց ինքն ընտրել էր եւ երկինք վերացավ։ Նաեւ չարչարանքներից հետո իրեն կենթանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով 40 օրերի ընթացքում երևալով նրանց եւ խոսելով Աստծո արքայության մասին եւ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատվեր տվեց նրանց, որ Երուսաղեմից չմեկնեն, այլ սպասեն հոր խոստումին, որը ասաց լսեցիք ինձնից,
որովհետև Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրից ոչ շատ հետո պիտի մկրտվեք Սուրբ Հոգով։ Նրանք մոտենալով հարցրին նրան եւ ասացին. Տեր, այս ժամանակում է, որ վերահաստատելու ես Իսրայելի թագավորությունը։ Հիսուս նրանց ասաց. Ձեզ տրված չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանության մեջ, այլ երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք եւ ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում եւ Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը։ Եվ երբ այս խոսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ եւ ամպը նրանց ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչ իրենց աչքերը հառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երևացին սպիտակ զգեստերի մեջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին. Ով Գալիլեացիներ, ինչու կանգնած նայում եք երկինք։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսակ նրա երկինք գնալը, ապա Երուսաղեմ վերադարձան Ձիթենիաց կոչվող լեռից, որ Երուսաղեմից մոտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ։ Եվ երբ քաղաք մտան, բարձրացան Վեժնատունը, որտեղ եւ բնակվում էին Պետրոսն ու Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը, Փիլիպոսն ու Թովմասը, Բարդուղիմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու նախանձահույս Շմավոնը եւ Հակոբոսի որդի Հուդան։ Սրանք բոլորը միասին թարատեղորեն աղոթքի մեջ էին կանանց եւ Հիսուսի մոր Մարիամի ու նրա եղբայրների հետ։ Ահա այս հրաշալի տեքստն է, որ պիտի սերտենք, ընդհանրապես սկզբից, չգիտեմ, քաղցիկը հաստրեց գալ թե չէ, եկել է։ Այս տեքստը երբ տեսնում եմ, քաղցիկին ու Մեսրոպին եմ հիշում, որ ասում եմ, ինչ ես ամեն անգամ այս 10 կետերը հիշեցնում, բայց սրանք շատ կարևոր են, մանավանդ հիմա մեզ համար, որ միշտ նոր մարդիկ ենք ունենում, որ Աստվածաշունչ Մատյանը սերտելու համար 10 կարևոր կետ կա, որ կարծում եմ առանձնացրել եմ հիշեցնելու համար։ Արագ պիտի անցնենք եւ իրականում այստեղ հենց այս սեղանի վրա դրել եմ այդ թղթերը, եթե կուզեք ձեր հետ վերցնել ամեն մեկը եւ տանել, որն են դրանք։ Նախ եւ առաջ աղոթք եւ խոնարհ մոտեցում Աստծո խոսքին մոտենալուց առաջ։ Նույնը արեցինք մենք այսօր։ Առանց աղոթքի պետք չի Աստծո խոսքին մոտենալ, որովհետև չենք ստանալու այն, ինչ որ ուզում ենք։ Նախ աղոթք եւ խոնարհ մոտեցում է պետք, պիտի հասկանանք, որ Աստծո խոսքին ենք մոտենում ու եթե խոնարհություն չկա մոտեցման մեջ, անիմաստ է լինելու։ Երկրորդը շատ կարևոր է, որ Սուրբ Գրքի ճշգրիտ թարգմանությունն ընտրենք։ Բոլոր աստվածաշունչները նույն իրար նման չեն, շատեր ավելին ասեմ, շատ սխալներով են։ Շատերի մեջ քաղաքականություն կա, զեղումներ կան, շեղումներ կան, որովհետև յուրաքանչյուր թարգմանություն ինքը մեկնության ձև է, ուր դրա համար մեր կոնկրետ թարգմանությունը, որին պիտի գամ, բացառիկ է եւ դրա մասին խոսեմ։ Ուրեմն ճիշտ թարգմանություն։ Եթե անգլերեն ենք ընտրում, թարգմանելը միշտ խորհուրդ եմ տալիս Orthodox Study Bible-ը օգտագործեք կամ ESV, English Standard Version-ը։ RSV-ն էլ մոտ է, Revised Standard Version։ Սրանք են, շատ չկա անգլերենով, որ լավ թարգմանություններ են։ Երբ որ երրորդը առնվազն երկու տարբեր Սուրբ Գրքի թարգմանությունների համեմատական, շատերս երկու լեզվով ընթերցում ենք, ոմանք 3-4, ուրեմն եթե ընթերցում ենք, երբեմն օրինակ հայերենի մեջ մի բան կարող է լինի, որ լրացվի մեկ այլ լեզվով ու մեկ այլ լեզվի մեջ մի բան լինի, որ հայերենով, ու դրա համար լավ կլինի, որ երկու թարգմանություն գոնե ունենանք։ Եթե մենակ հայերենին ենք տիրապետում, այստեղ գոնե արևելահայերենում կա Արարատ թարգմանություն, որ բողոքականների թարգմանությունն է, նոր կտակարանին, երբ որ վերաբերում է, շատ տարբերություններ չկան, հնում բազում տարբերություններ ունի Արարատ թարգմանությունը, բայց գոնե այս երկուսը իրար հետ համեմատեք, բնականաբար ես նախընտրում եմ Էջմիածին թարգմանությունը, այդքան նոր Էջմիածինը չէ, ինչքան հին Էջմիածինը, որ 1994 թվականին Վազգեն Վեհափառի մակագրությամբ դրվեց շրջանառության մեջ։ Չորրորդը բնագրից օգտվելու անհրաժեշտությունն է, այսինքն եթե կարող ենք բնագիրը հունարեն այս դեպքում կամ եբրայերենն է, որ շատ կարևոր է, բայց եթե ոչ, գոնե հայերենի դեպքում գրաբար, բացառիկ է գրաբարը ժողովուրդ, ուղղակի բացառիկ թարգմանություն է, բառացի թարգմանություն է, որի նման օրինակը անգլերենով կոչում ենք interlinear, այսինքն interlinear-ները գրադարանում ունեմ, ցույց կտամ բառնա տակը անգլերեն, որ բառացի թարգմանությունը գրաբարը հենց նման բառացի թարգմանությունը, բայց ի տարբերություն անգլերենի, որ երբեմն միտք չի կարողանում փոխանցել, որտեղ անգլերենը այդքան հարուստ լեզու չի, գրաբարը այդ հարստությունը ունի ու ինքը միտք է փոխանցում նույնիսկ interlinear-ի տեսքով։ Նաև շատ կարևոր է համեմատականներ անցկացնել, ինչպես եկեղեցու հայրերն են արել, օրինակի համար համատեսական ավետարանները կան կամ ընդհանրապես հինը նորի հետ
համեմատելով տեսնում ենք բաներ, որ մեկը մյուսին լրացնում են։ Նախորդ գիրքը, որ սերտեցինք, Մարկոսն էր։ Ուշադրություն դարձեք, թե ինչքան նմանություններ, նաև հավելումներ տվեցին Մարկոսին, Մատթեոսը ու Ղուկասը։ Ու սրա համար շատ կարևոր է, որ այդ համեմատականներն ունենանք։ 6-րդը բնաբանի կամ ծիրի վերլուծումն է։ Երեք մեր խմբից մերին էր ինձ հեռաձայնել եկեղեցու ժողովից հետո հարց ուներ կաթոլիկների հետ առնչված, որ ասում են Պետրոսին է հանձնված բանալիները եւ Պետրոսն է ամենաբարձրը, ինչևէ, որ բնականաբար այդպես չի եւ մեր հայրերը հրաշալի բացատրել են, բայց ես օրինակ իրեն շատ པարզ բան ասեցի, ծիրը նայի, կոնտեքստը, այսինքն, ու կհասկանաս, որ դա այդպես չի, որտեվ Մատթեոս 16-ի մեջ նույն Պետրոսին, որ նման խրախուսական խոսք ասեց Տերը, մի քանի նախադասություն հետո կոչեց սատանա, որտեվ այստեղ անձը Պետրոսը չէր, այլ Պետրոսի ուսմունքն էր, եւ այսպես շարունակ։ Ուրեմն, երբ որ կոնտեքստն ենք նայում, մի քիչ տեքստից առաջ ու հետո ավելի լավ ենք ընկալում, քան թե օրինակ կոնկրետ նախադասությունը վերցնեմ ու դրանով իմ կյանքը շարունակեմ, որտեվ դա ինքնին արդեն աղանդավորական ընկալում է։ Եթե մի մտքով կամ նախադասությամբ փորձում եմ ամբողջությամբ իմ կյանքի ուղեցույցը տեսնել։ Մյուսը հատվածի բազմակի ընթերցքում, վանքերում շատ ա եղել հին եկեղեցում, նույնիսկ հիմա շատ կա, երբ որ տեքստը, չգիտեմ, վստահ եմ շատ ենք փորձել, ես միշտ եմ փորձում, մի քանի անգամ ես կարդում, լրիվ նոր բաներ են, ամեն անգամ կարդալուց նոր միտք ա գալիս, Աստված նոր տեղ ա բացում, որ առաջի անգամներից չէիր նկատել։ Հետո միշտ հիշենք, որ բանալի բառեր ունի տեքստը, keywords, որը շատ հաճախ հեղինակը դրել է հատուկ, որով դուռը բացում ենք եւ ավելի լավ ենք ընկալում տեքստ, ուրեմն փորձենք նաեւ այս բանալի բառերը փնտրել։ 9-րդը ուղղափառ հայրերի մեկնությունն է, ինչ էլ լինի պարագան, ինչքան էլ լավ իմանանք Սուրբ Գիրքը։ Հաստատ միևնույն է, մենք սխալվելու ենք, որովհետեւ Քրիստոս այնպես դրեց իմաստը, որ Սուրբ Գրքի սերտողության, որ փոխանցեց դա առաքյալներին ճշմարտությունը, որ ասում է Ղուկասի ավետարանը, բացեց նրանց մտքերը, որ հասկանան գրքերը, եւ դրանից բացի առաքյալներն էլ փոխանցեցին հայրերին։ Առանց հայրերի մեկնությունների գիրքը չեն կարող ճիշտ հասկանալ, եւ սա հստակ է։ Ու դրա համար ամեն անգամ, եթե ուշադրություն դարձեցիք email-ների մեջ, միշտ հայրերից մեկնությունների պատառիկներ եմ ուղարկում խմբին, որ ընթերցենք ու պատրաստված գանք, ու հուսամ այսօր ընթերցել ենք։ Եվ 10-րդը, որ հասկանանք, որ Աստվածաշունչը մենակ բառացի չեն, այսինքն տառացի չենք հասկանում, կա նաև խորքային մեկնություն, այսինքն մի բան է ասում Սուրբ Գիրքը, եւ դա մենք հաճախ կոչում ենք այս ալեգորիան կամ եթե կհիշեք պարաբոլեն, որ ասում ենք առակները սերտելու ժամանակ սերտեցինք, որ մի իրականություն նյութական մի կողմն է, հոգևորը մեկ այլ կողմ եւ այս երկուսը պետք է խորքայինորեն տեսնենք։ Եվ այս 10 անիմաստ կլինեն, եթե մենք մեր կյանքում չառնչենք սա տեքստը, մեր անձի մեջ, մեր ընտանիքում, մեր ազգի եւ մարդկության հետ առնչված։ Այս բոլորը պետքա կենտրոնանա մարդու կյանքի մեջ։ Սա նախաբանն էր, հիմա սկսում ենք տեքստը։ Եվ տեքստը հետևյալն է, որ առաջին նախադասությունը սկսում է առաջի բառով հենց։ Առաջին պատմությունը գրի առավ Թեոփիլե այն բոլոր բաների մասին, ինչ Հիսուս սկսեց անել եւ ուսուցանել։ Այստեղ առաջի բառը ինչու եմ ընդգծել, որովհետև հստակ է, որ հեղինակը, որ նախորդ անգամ խոսեցինք, որ Ղուկասն է, բավական խոսեցինք այս մասին, հիշեցնում է, որ ինքը մեկ գիրք է գրել, եւ այդ գիրքը ոչ այլ գիրք է, թե ոչ Ղուկասի ավետարանն է, որ ինքը գրել է, եւ փաստորեն այդ գիրքը ինքը ձոնել էր Թեոփիլեին կամ Թեոփիլոսին։ Եվ այս երկրորդ գիրքն էլ է ինքը ձոնում, նվիրում կամ գրում հատուկ Թեոփիլոսի համար եւ ասում է, որ շարունակությունն է, այսինքն առաջինը գրեցի եւ հիմա շարունակում եմ ու հետաքրքիր էստեղ մի միտք կա։ Նախ բառը ինքնին Թեոփիլոս նշանակում է աստվածասեր։ Theos եւ Phileo բառերն են, որ Աստված եւ սիրել բառերից է կապված։ Թեոփիլոս նշանակում է աստվածասեր, բայց միևնույն ժամանակ այս Թեոփիլոսը, երբ որ այստեղ ով Թեոփիլե է ասում, Ղուկասի մեջ նույն մարդուն դիմելից ասում է ով գերազանցդ Թեոփիլոս։ Հունարենով կրատիստոս բառն է, կրատոս նշանակում է շատ մեծ նաև, եւ այստեղ անգլերենով թարգմանվում է most notable, most excellent, այսինքն ձերդ գերազանցություն, այս իմաստով։ Եվ այստեղ փաստորեն այս մոտեցումը, որ Ղուկաս ավետարանիչը տալիս է, օգնում է հասկանանք, որ Թեոփիլոսը բարձր դիրք ունեցող անձնավորություն էր, որին համենայն հավանականությամբ հայրերն ասում են ինքն էր դարձի բերել, լինելով բժիշկ, խոսել էր Քրիստոսի մասին
ու դարձի էր բերել։ Ու հետաքրքիր է, ինչպես հայրերն են ասում, մեր Գևորգ Սկևրացի վարդապետը 13-րդ դարում, ասում է մեկ հոգու համար, իհարկե այդ միտքը նաև Սուրբ Հովհան Ոսկեբերանից էր նաև վերցված, ասում է Ղուկաս ավետարանիչը գիրք գրեց, ավետարանը գրեց Թեոփիլոսի համար մենակ։ Պատկերացրեք, ասում է այդ նվիրումը ու Քրիստոսի այն падգամի իրական կյանքի կոչելը, որ Քրիստոս ասեց մի մոլորյալ ոչխարի համար եկա, կամ թողեց 99-ին գնաց մեկի հետևից։ Եվ այդ մենակ այդ մարդու համար Ղուկասը եւ ավետարանը գրեց, եւ հետո Գործք առաքելոցը գրեց։ Բայց հետաքրքիր է, որ այս գիրքը, որ մեկ մարդու էր ուղված, դարձավ միլիարդավոր մարդկանց հացը, հոգևոր ու բժշկության գիրքը, ինչպես որ ասացինք, հայրերն ասում են, Ղուկասը լինելով բժիշկ, այս գրքով ավելի շատ մարդկանց հոգիներ բժշկեց, քան իր կյանքում երբևէ բժշկել էր մարդկանց մարմինները, եւ իրականում փաստորեն Աստված այդ փոքր այնքան ընդլայնեց, որ Ղուկասը երբեք չէր կարող ինքը գիտակցել, թե այդքան մեծ գործ անել, որովհետեւ իր գործը ինքը հայրերն ասում են խոնարհաբար նույնիսկ ավետարան չի կոչել։ Ղուկասի ավետարան ենք, չէ, հիմա մենք կոչում, բայց ինքը այդ գործ ընդհանրապես կոչեց պատմություն, այսինքն ինչ որ մի աշխատություն, խորքի մեջ իմանալով, որ սա ավետարան էր, բարի լուր էր, այսքան խոնարհություն այս մարդու մեջ ու տեսնում ենք, թե ինչքան Աստված այդ խոնարհությունը իր ավելի ծաղկեցրեց, օրհնեց ու Ղուկասը դարձավ այն 4 ավետարանիչներից մեկը, որին ամեն անգամ լսելով Աստծուն ենք մոտենում։ Այդ հետաքրքիր մի միտք կա, որ մի քանի բառեր էլ այստեղ պիտի ասեմ, որ նախ եւ առաջ սկսել բառը ընդգծեցի, նախորդ անգամ էլ խոսեցի, Ղուկասը հստակ մեզ ասում է, որ Քրիստոս իր առաքելությամբ չվերջացրեց իր գործը, ընդհանրապես դա սկիզբն էր։ Ու դա սկիզբն էր, որովհետեւ եկեղեցով ինքը շարունակում է իր առաքելությունը, դրա համար ասեց սկսեց գործը կատարել ու հետաքրքիր է, սկզբից ասում է այն ինչ որ Հիսուս սկսեց անել եւ ուսուցանել։ Եվ պատահական չի այս հերթականությունը, անել եւ ուսուցանել, որովհետեւ Քրիստոս նախ եւ առաջ կյանքով ցույց տվեց իր քարոզի իրականությունը։ Եվ հայրերը, երկու հայրերի են մեջ բերելու, մեկը Սուրբ Հովհան Ոսկեբերանին, մեկը Հերոնիմոսին, Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է ավելի վատ օրինակ չկա, երբ ուսուցիչը մի բան է ասում, սակայն մեկ այլ ձև է ապրում։ Իսկ Հերոնիմոսը 4-5-րդ դարերի նորից բավական մեծ հեղինակ ասում է, երբ ուսուցիչը ժուշկալություն է քարոզում, ժուշկալություն նշանակում է քչով բավարարվել, բայց ապրում է ճոխության մեջ, երբ այրի կնոջն է հիշում իր քարոզում, բայց շրջապատված է մեծահարուստներով, զգուշ լինենք։ Եվ դրա համար հիշեցնում են Մատթեոս 23-ի այս միտքը, որ գործնականում ապրիր նոր քարոզիր, այլապես փարիսեցի ես։ Եվ դրա համար էր, որ Ղուկասը առաջինը ասեց, ինչ որ Քրիստոս սկսեց անել, հետո նոր ուսուցանել։ Ու այստեղ մեզանից յուրաքանչյուր առաջինը ինձանից սկսած, ես այդ գիտակցություն ունեմ, որ եթե այստեղ Աստված ինձ առիթ է տվել, որ խոսելու նախ եւ առաջ ես դա պիտի ապրեմ։ Այլապես նույն այդ փարիսեցին եմ, որտեղ ինքնախաբեությամբ եմ զբաղվում, բայց ինչքան էլ փորձեմ ինձ կամ դիմացինին խաբել, Աստծուն չես խաբել։ Ուրեմն եւ ասում է, իսկ Քրիստոս ինչ արեց, եթե ինքը ասում է, մեզանից ասում է շապիկը տուր, եթե քեզանից ուզում են, ինքը ասում է իր կյանքը տվեց, իր արունը տվեց։ Ինքը շատ ավելին արեց, քան մեզանից ինքը ակնկալում է։ Եվ դրա համար խորք խոսքը միշտ գնում է նրան, թե քրիստոնյան պիտի ապրի նախ եւ առաջ, հետո նոր քարոզ ու երբեմն նույն Սուրբ Հովհան Ոսկեբերանի այս միտքը կա, շատ եմ ասել, բայց ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, մի անձ, որ երևի Սուրբ Պողոս առաքյալից հետո երկրորդ ամենատարածված քարոզիչն է քրիստոնեության պատմության մեջ, այնքան լավ էր խոսում, որ իրեն ասեցին ոսկե ա գալիս քո վերանից, ոսկեբերան կոչեցին իրեն, միջև օրս էլ կոչում ենք, եւ ոսկեբերանի միտքն է, ասում եմ, մենք մշտապես պիտի Քրիստոսին վկայենք եւ երբեմն բառեր օգտագործենք։ Այլ խոսքով մեր կյանքն ինքնին ասում է ամենամեծ վկայությունն է մեր Տիրոջ ու Փրկչի եւ հենց սրա մասին էր, որ Ղուկաս ավետարանիչը խոսում էր։ Ուզում եմ այստեղ մի փոքր Թեոփիլոսի կերպարը վերլուծել։ Իրապես անձինք կան, ովքեր պակաս գործ չեն կատարում ավետարանի լույսը տարածելու համար։ Թեոփիլոսը համաձայն հայրերի մարդն էր, ով այդ գրքերը կրկնօրինակեց ու բաժանեց աշխարհին, որովհետև նյութապես ունակ մեկն էր, պաշտոնյա էր։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է։ Տեսեք, Ղուկասը գրեց,
Բայց եթե Թեոփիլոսին Աստված իբրև գործիք չօգտագործեր, միգուցե այդ գիրքը չունենար այդ տարածումը։ Թեոփիլոսն էր խորքի մեջ, որ հասկացավ արժեքը գրքերի, մեկը լինելով Ղուկասի ավետարանը, մեկը Գործք առաքելոցը, որ այսօր Սուրբ գրքի մաս են կազմում, որ դրեց ու ծաղկեց կամ կրկնօրինակեց ու բաժանեց։ Իսկ այն ժամանակ չափազանց մեծ արժեք ունեին դրանք եւ շատ թանկ էր։ Միշտ հիշեցնում եմ, մեկ թերթ մագաղաթը մեկ կենթանու արժեք ուներ, մեկ կենթանու կաշի էր։ Չասված, որ այնտեղ օգտագործում էին թանկարժեք գույներ, ոսկի, մենք տեսել ենք մեր մանրանկարներն ու ձեռագրերը, եւ շատ դժվար էր, մեծ ունակություն, նյութական կարողություն պիտի ունենայր, որ տարածեիր ավետարանը կամ տարածեիր Գործք առաքելոցը։ Այսօր մեր գործը նաև հենց սա է, ու դրա համար ուզեցի այդ հին Թեոփիլոսի ու այդ ձեռագրերի կրկնօրինակողների կողքին դրել subscribe as կոճակը, որ անդամագրվեք։ Ինչու եմ սա ասում, որ մեզանից ի տարբերություն Թեոփիլոսի նմաններից շատ նյութական ու մեծ ջանք չի պահանջվում, ընդամենը մի կոճակ է պետք ստեղծել եւ հոգեվորը ինչ որ կա, եթե մենք հավանում ենք, մենք ինքներս կիսենք, share անենք, փոխանցենք մեկ ուրիշին։ Շատ լավ է, երբ որ like ենք դնում, շատ լավ է, երբ որ սրտիկ ենք դնում, բայց շատ ավելի լավ է, երբ որ այդ եղածը, այդ լույսը, ինչպես որ Թեոփիլոսն արեց, կիսվենք մեկ ուրիշի հետ եւ վստահաբար լինի դա եկեղեցական արարողություն տոն, լինի դա մեր դասընթացները, լինի դա ուխտագնացություն որևէ բան, մենակ like չանենք, Թեոփիլոսից օրինակ վերցնենք եւ նաեւ կիսվենք, որպեսզի մյուսները նույնպես այս լույսը ստանան ու դրանով նաև մենք էլ Թեոփիլոսի օրհնությունը ունենանք, ինչ որ նա ունեցավ։ Եվ շարունակում էր առաքյալն ասելով ավետարանիչը սկզբից մինչև այն օրը, երբ Հիսուս Սուրբ Հոգու միջոցով պատվեր տվեց առաքյալներին, որոնց ինքն ընտրել էր եւ երկինք վերացավ։ Այստեղ շատ հստակ տեսնում ենք, որ առաջիսկ նախադասություններից Ղուկասը ուզում է Հիսուսին Սուրբ Հոգու հետ առնչել։ Շատ Սուրբ Հոգու մասին մենք խոսեցինք, ելի ենք խոսելու, ուզում է հստակ ցույց տալ, որ Սուրբ Հոգին ուղիղ շարունակողն է Հիսուս Քրիստոսի կատարած գործի ու ավելին, ինչ որ Հիսուս անում էր, Սուրբ Հոգու միջոցով էր արդեն իսկ անում, որ Սուրբ Հոգին նորություն չի, որովհետև շատերը նոր քրիստոնյաները միգուցե կարող էին սխալ ընկալել։ Ղուկաս հստակ ասում է, որ այն ինչ որ Քրիստոս անում էր, Սուրբ Հոգու միջոցով էր անում ու Սուրբ Հոգին է հիմա շարունակելու այն, ինչ որ Քրիստոս սկսեց։ Եվ այդ միջոցով Սուրբ Հոգին էլ առանձին չի աշխատում, աշխատում է մարդկանց միջոցով, այս դեպքում առաքյալների միջոցով, որոնց Տերն էր ընտրել եւ միջև երկինք բարձրանալը տվել էր այդ падգամը։ Եվ դրա համար էս Գևորգ Սկևրացի վարդապետը հետաքրքիր մի միտք է ասում է միթե միայն պատմություն է ավետարանը առանց Սուրբ Հոգու եւ շարունակում է, իհարկե ոչ։ Ուրեմն ավետարանը ինքնին պարզ պատմություն չի, ինչպես այսօր շատ աթեիստներ կամ ագնոստիկներ կամ մասնագետներ Աստվածաշնչի, որոնք նույնիսկ չեն հավատում Աստծո գոյությանը, բայց Աստվածաշնչի մասնագետներ շատ կան մանավանդ Արևմուտքում, այս մարդկանց հստակ պատասխան է տալիս Գևորգ Սկևրացին, որ սա պարզ պատմություն չի, սա նախ եւ առաջ Սուրբ Հոգու ներկայացում, ավետարանը, ինչպես նաեւ Գործքը Սուրբ Հոգու ներկայությունն ունեն։ Եվ մեզանից յուրաքանչյուրը, եթե Սուրբ Գիրքը բացում է իբրև պատմություն կարդալու, ինքը սխալվում է, սխալ տեղ է գնում։ Իսկ եթե դու այստեղ տեսնում ես Աստծո ներկայություն ու դրա համար միակ ազգն ենք, որ Գիրքը կոչում ենք Աստվածաշունչ, Աստծո շնչով գրված, որ Տիմոթեոսի թղթից վերցված է։ Ուրեմն այստեղ շատ հստակ է, որ մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր հայրերից եկած, որ այս ամբողջը Սուրբ Հոգու գործն է եւ մենք ընդհանրապես դա բացահայտում ենք եւ մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնում։ Եվ շարունակում է ասում, նա իր չարչարանքների հետո իրեն կենթանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով։ Պատահական չի, որ Ղուկաս ավետարանիչը նախ սկսում է իր խոսքը նաև հիշեցնելով Քրիստոսի չարչարանքները։ Մանավանդ մեր օրերում Տեր Հայր իր խոսքի մեջ ասեց Հայաստանի վիճակի դժվարությունները, եկեղեցու դժվարությունները, ընդհանրապես եկեղեցու ծնունդի առաջին իսկ պահից սկսած մինչև հիմա, որ 2000 տարի է, միշտ եկեղեցին անցել է դժվարություններով եւ սա ինքնին հիշեցնում էր ինքը ավետարանիչը, որ ասում էր մեր Տերն ինքը անցավ չարչարանքներով։ Եվ հաճախ հայրերը այս չարչարանքները նմանեցնում են ոսկու, որը որ կրակի մեջով անցնելով ձուլվում, մաքրվում ու ազնվանում է։
Հաճախ մարդու կյանքն էլ այդպես, երբ որ դժվարություններով ու չարչարանքներով ես անցնում, եթե ոսկի ես ոչ թե փայտ, որ պիտի վառվես ու մոխրանաս, անպայմանորեն մաքրվելու ես։ Բայց այդ չարչարանքների մեջ չի կենտրոնանում միայն ավետարանը, այլ շարունակում ասում է, որ ինքը կենթանի ներկայացրեց ինքն իրեն առաջ շատ ապացույցներով, նրանց առաջ շատ ապացույցներով, այսինքն այդ չարչարանքները վերջը չեն։ Այդ չարչարանքները ճիշտ է եղան, Ղուկասը հիշեցնում է, բայց այդ չարչարանքները չկարողացան սպանել մեր Տիրոջն ու Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Եվ սրանից նաև մեզ օրինակ, այդ չարչարանքները չպիտի ճակերտավոր սպանեն մեր ներաշխարը, մեր հոգին, որովհետև մենք պիտի ապրենք։ Ու այստեղ գալիս է ավետարանի ամենակարևոր պատգամը, որ գործքնել շարունակում է, որ Հիսուս ողջ է, Հիսուս ներկա է, որովհետև եթե Հիսուս Քրիստոս պատմական անձ է միայն, որ ապրեց մի որևէ ժամանակում ու մահացավ, ինքը մեր կյանքում այլևս անելիք չունի ու դրա համար գործքը հստակ մեզ հիշեցնում է, որ ինքը կենթանի ներկայացավ, այսինքն ողջ ներկայացավ եւ շատ ապացույցներով ներկայացավ եւ դրանցից մեկն էլ հաց ուտելն է, որ հիմա պիտի խոսենք, որ ինքն է խոսելու, այսինքն ցույց տալու համար, որ ով քրիստոնյա, իմացի, որ Քրիստոս ոչ միայն ողջ, այլ Քրիստոս մեր հետ է եւ Քրիստոս մշտապես մեր ներկայության մեջ է ապրում եւ այդ ներկայությունը Քրիստոսի մենք տեսնում ենք աղոթքի ժամանակ հաճախ Սուրբ Պատարագի հաղորդության ժամանակ, երբ որ Քրիստոսի ճշմարիտ մարմինն ու արյունն ենք ստանում։ Նաև ինչու՞ չէ, տեսնում ենք մեկս մյուսի մեջ, որովհետև Քրիստոս շատ հստակ էր, երբ որ ասում էր մեկին մի բաժակ ջուր տվեցիր, ինձ տվեցիր, դիմացինի մեջ տեսեք։ Այստեղ ամեն անգամ հիշեցնում եմ բոլորին Սուրբ Գրիգոր Տաթևացու գեղեցիկ միտքը, որ ասում էր քրիստոնյա նշանակում է Քրիստոս նրա մեջ, Քրիստոս ինա։ Եվ դիմացինի մեջ տեսեք Քրիստոսին։ Եվ եթե դիմացինը քո մեջ տեսավ Քրիստոսին, ուրեմն դու իրապես քրիստոնյա ես։ Ու սա էր ամբողջ միտքը։ Եվ ինչ էր այստեղ նաև պատահական չէր, որ ասում են հայրերը ինքը ի տարբերություն նրան, որ բոլորի առջև խաչվեց, հարությունը շատ քչերին ինքը բացահայտեց, որ հարությունը առել։ Ինչու՞, մասնավորաբար առաքյալներին հիմնականում ցույց տվեց ու կանանց, որպեսզի ասում է նրանց միջոցով մենք վկայությունը ստանանք Քրիստոսի հարության։ Եվ հիմա պիտի շուտով տեսնենք համբարձումը նույնպես առաքյալների միջոցով է լինելու, առաքյալներին է ինքը ցույց տալու, որ համբարձվեց, որ նորից առաքյալների միջոցով մենք կարողանանք ստանալ այն վկայությունը, որ Քրիստոս իրապես հարություն առավ եւ որ Քրիստոս իրապես համբարձվեց երկինք եւ խոստացավ, որ նորից գալու է, որպեսզի նաև դատի ամբողջ աշխարհը, ու սա շատ կարևոր է։ Այլ խոսքով առաքյալները դարձան իրական այս ճշմարտության ուսուցիչները, իրական ճշմարտության վկաները, եւ դիտավորյալ էր, որ Քրիստոս կոնկրետ առաքյալներին ուզեց, որ դառնան այդ վկաներն ու այդ ուսուցիչները։ Եվ ասում են, որ 40 օրերի ընթացքում երևալով նրանց եւ խոսելով Աստծո արքայության մասին։ 40-ը ինքնին խորհրդանշական թիվ է, որովհետև նոր մի քիչ առաջ նաև Խաչիկի հետ էինք այս մասին խոսում, որովհետև նախապատրաստական թիվ է։ 40 օր Մովսեսը նախապատրաստվեց, մինչև որ տասնաբանյան ստացավ։ Այս ընթացքում նորից մենք տեսանք, թե ինչպես 40 օր պատրաստվեց անապատում, որից հետո սկսեց իր առաքելությունը գործել։ Տեսնում ենք, թե ինչպես քահանան 40 օր նախապատրաստվում է, մինչև սկսի իր աշխատանքը, իր ծառայությունը ժողովրդի մեջ։ Ուրեմն այս 40 օրերի ընթացքում Քրիստոս նախապատրաստում էր իր առաքյալներին մտնել աշխարհ։ Ու այստեղ հիմա պիտի տեսնենք ոչ թե զուտ Հրեաստան, որտեղ Մատթեոս 10-ում ասում էր մենակ Հրեաստան մնացեք, չգնաք ոչ Սամարիա, ոչ էլ դուրս։ Իսկ հիմա այս 40 օրերի նախապատրաստական աշխատանքը մի բանի համար էր, որ պատրաստում էր, որպեսզի նրանց ուղարկել արդեն աշխարհ, որ կարողանան գնալ առաջ։ Ու այստեղ նաև հայրերն ասում են, զինում էր իրենց։ Զինում էր, որովհետև աշխարհը ինքը խավարի մեջ էր եւ իրենք պիտի բավարար զենք ունենային, հավատքի զենք ունենային, սիրո եւ հույսի զենք ունենան, հարության հույսի զենքն ունենային, որ կարողանային աշխարհում պայքարել ու հաղթահարել։ Բայց նաև այստեղ օրինակ Իրինիոսի ընդդեմ հերձվածողների գիրքը, որ Իրինիոսի գործերը հիմնականում հայերեն թարգմանության շնորհիվ են աշխարհին տրվել։ Իրինիոսը երկրորդ դարի 100-ականների մեծ քրիստոնյա էր, որի գործերը մոռացված էին։ Կարապետ Տեր Մկրտչյան անունով հայտնի վարդապետ ունեինք 1900-ականների սկզբին, հայտնաբերեց այս գրքերը մեր մատենադարան այն ժամանակ չկար, Էջմիածնի ձեռագրատան մեջ,
Եվ ուրախ եմ ասելու, որ սա ամբողջ աշխարհին հայտնի եղավ ու Իրինիոսի այսօրվա գործերը մեծ քրիստոնյայի հայերեն թարգմանությամբ են հայտնի։ Եվ հերձվածողների դեմ իր գրքում ինքը ասում է, որ իմ ժամանակ, որ 100-ական թվեր են, արդեն ասում է գնոստիկներ կան, որոնք գնոսիս նշանակում է գիտություն, ծածկված, որ ասում են, որ Քրիստոս հարությունից հետո 18 ամիս մնաց աշխարհի վրա եւ գիտելիք սովորացրեց եւ այդ գիտելիքը ծածկվածը ու մենակ մենք գիտենք։ Սա գնոստիկներն էին ասում եւ վստահաբար, քանի որ Ղուկասն ապրում էր հենց այդ նույն ժամանակաշրջանում, հստակ էր, որ Ղուկասը պատահական չի ասում են 40 օրը նշեց, որ ցույց տալով որ ոչ թե 18 ամիս, այսինքն տարի ու կես Քրիստոս մնաց, ինչ որ ծածուկ գիտելիք փոխանցեց, այլ Քրիստոս 40 օր մնաց, խորհրդանշական 40 օր եւ 40-րդ օրը համբարձվեց երկինք ու սա շատ կարևոր է, քանի որ Ղուկասն է ասում ու քանի որ այս շրջանում առաքյալներն էլ ողջ էին ու բնականաբար նաև վավերացրեցին այն, ինչ որ Ղուկասը գրել էր։ Եվ հետաքրքիր է, որ այս 40 օրերի ընթացքում ամեն օր չէր, որ Քրիստոս իրանց հետ էր։ Օրինակ Հովհաննես 21-ում տեսնում ենք, երբ որ Քրիստոս այդ հայտնի 153 ծուկ, որ բռնեցին, կհիշեք, այդ ժամանակ առաքյալն ասում է 3-րդ անգամ է, որ մեզ եկավ։ Այսինքն 40 օր ամեն անգամ Քրիստոս իրենց հետ չէր, բայց երբ որ ճիշտ ժամն էր, Քրիստոս լինում էր իրենց հետ եւ հիմնական պատգամը ինչ էր Քրիստոսի։ Այստեղ Ղուկաս ավետարանիչը գործքում ասում է, խոսում էր Աստծո արքայության մասին։ Ամբողջ նպատակը մենք անի հետ, երբ որ խոսում ենք առակների մասին, ճնշող մեծամասնությունը այս բառերով է սկսում, երկնքի արքայությունը նմանվեց այս ինչի, մանանեխի հատիկի ասենք, կամ ուրկանի։ Այսինքն ամբողջ Քրիստոսի ավետարանի միտք բանին իմաստը ինչ էր, որ մեր ուշադրությունը տանի դեպի երկնքի արքայություն։ Եվ նույնիսկ հարությունից հետո էլ նույն բանն էր անում Քրիստոս, նորից հիշեցնում էր առաքյալներին Աստծո արքայության մասին։ Եվ սա շատ կարևոր է։ Եվ փաստորեն սա էր ամենահիմնական պատգամը, որ Տերը փոխանցեց բոլորին։ Եվ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատվեր տվեց, ասում է նրանց, որ Երուսաղեմից չմեկնեն։ Խոսեցի այս մասին, ուզում եմ նորից հիշեցնել, պատահական չի, որ եւ Հովհաննեսը 21-րդ գլխում եւ այս նկարը հիշում եք, հենց նույն այդ պատվերն է, որ այդ պահն է, երբ որ Քրիստոսին տեսան եւ արդեն Քրիստոս ասում է կրակ էր վառել եւ Քրիստոս իրենց ասեց եկեք նախաճաշ անենք եւ ասում է գիտեին հասկացան, որ Քրիստոսն է ու այստեղ է որ Պետրոսի հետ խոսում է ու Պետրոսին ասում է Սիմոն որդի Հովնան ու ինձ սիրում ես, այսինքն այս կոնտեքստի մեջ նորից Հովհաննես ավետարանիչը հիշում է, որ Քրիստոս հաց կերավ։ Եվ այստեղ էլ Ղուկաս ավետարանիչը ասում է նրանց հետ հաց ուտելիս պատվեր տրվեց նրանց, որ Երուսաղեմից չմեկնեն։ Ինչու է այդքան կարևոր հաց ուտելը։ Մեզ համար թերևս սովորական բան է, բայց հարություն առած Քրիստոսի դեպքում շատ կարևոր է, որտեղ արդեն ուրիշ աղանդներ կային, որ ասում են ինքը երևույթ էր, կոչում են երևութականներ, որ ինքը ֆիզիկական մարմին չուներ այլևս։ Ու դրա համար էր, չէ, որ Թովմասը կհիշեք Հովհաննես 20-ում ասում էր ուզում եմ ձեռք տամ։ Քրիստոս ցույց տվեց, որ ինքը ունի իրական մարմին ու այդ մարմինը պատահական երևութական մարմին չի, այդ մարմինը այն մարմինն է, որ կարող է սնվել։ Իսկ Սկևրացին ասում է, բայց մի տարբերություն կար, ասում է, միջև հարությունը ինքը ուտում էր, որովհետև մարմնական կարիք կար, իբրև կատարյալ մարդ, իսկ հիմա ասում է ուտում էր, որպեսզի փաստեր, որ իր մարմինը նույն այն մարմինն է, որը կարող են շոշափել, տեսնել, ինչպես որ Թովմաս առաքյալներ ուսում։ Եվ սա շատ կարևոր է, որ անդրադառնանք, որովհետև Հիսուս, երբ որ համբարձվի, մարմնով է համբարձվելու, եւ այդ մարմնով էլ ինքը վերադառնալու։ Ու դրա համար Նիկեական հանգանակի մեջ, մանավանդ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցած տարի Նիկեո հանգանակի 1700-ամյակը նշեցին, ես էլ իբրև մեր եկեղեցու ներկայացուցիչը միջեկեղեցական հարաբերությունների մեջ համատություն էինք անում Նիկեո հանգանակի տեքստի, հայերենի մեջ է միայն, որ ասում ենք գալոց է նովին մարմնով եւ փառոք հոր, գալու է նույն մարմնով եւ հոր փառքով, այդ նույն մարմին բառը հայերենի մեր նիկեական հանգանակի մեջ կա, որտեղ մենք հատուկ շեշտում ենք, որ Քրիստոսի մարմինը իրական մարմին էր եւ Քրիստոս նորից այդ նույն մարմնով գալու է հոր փառքով, որպեսզի մեզ դատի։ Եվ ասում է այլ ինչ էր ասում, ուզում եմ հիշեցնել, մի օր նրանց հետ հաց ուտելիս պատվեր տվեց նրանց, որ Երուսաղեմից չմեկնեն։ Այս երկրորդ միտքն էլ է շատ կարևոր, որովհետև Հիսուս ուզում էր, որ առաքյալները չցրվեն, այս ամբողջ տեքստը առաքյալներին իրար հետ պահելու մեջ է։
Ուշադրություն դարձեք, երբ որ Քրիստոս հարություն առավ, ինքը հարություն առավ ու ասեց գնացեք ասեք իմ եղբայրներին, որ իրանցից առաջ գնում եմ Գալիլեա, որտեղ ինձ կհանդիպեն, որովհետև իրենք գալիլեացիներ էին, իսկ գալիլեացիները տարբերվում էին երուսաղեմացիներից ու դրա համար երբ որ կհիշեք Պետրոսին գիշերը տիրոջ մատնության ժամանակ ասեց քո խոսքը մատնում ակցենտ ունես այլ խոսքով, դու գալիլեացի ես, իրենց տարածքը Գալիլեան էր, բայց Հիսուս այլևս չի ուզում, որ իրենք մնան Գալիլեայում, ասում է Երուսաղեմ կմնաք, իսկ Երուսաղեմը ամենավատ տեղն էր առաքյալների, որովհետև այնտեղ իրանց գիտեին, այնտեղ իրենց տիրոջը խաչեցին, ու այնտեղ ամենախիստ հակակրանքը կար Քրիստոսի եւ իրենց նկատմամբ, բայց Հիսուս ասում է այնտեղ կմնաք, որովհետև այդտեղից է սկսելու իմ առաքելությունը։ Այստեղ սպասեք հոր խոստումին, որը ասաց լսեցիք ինձնից, որովհետև Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ հետո պիտի մկրտվեք Սուրբ Հոգով։ Այդ ո՞րն էր այդ խոստումը։ Խոստումը նույն Ղուկասն էր գրել, Ղուկաս 24-ի մեջ, որ վերջի գլուխն է Ղուկասի, երբ որ Քրիստոսի բառերն էր հիշում, որ ասում էր եւ ահա ես ուղարկում եմ ձեզ իմ հոր խոստումը, իսկ դուք նստեցեք Երուսաղեմ քաղաքում, միջև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք։ Ուրեմն այդ խոստումը, որ ինքը տվեց, իրականանալու էր շուտով, եւ այդ խոստումը պիտի կատարվի մի քանի օր հետո, բայց հետաքրքիր է, որ չի ասում կոնկրետ քանի օր հետո, որտեվ 50-րդ օրը պիտի լինի, բայց նորից չի ասում ու հայերեն ասում են դա պատահական չի, ոչ թե երկրորդ գալուստի օրը չի ասում, հիմա այդ հարցն են տալու, այլ ընդհանրապես չի ասում նույնիսկ հոգեգալուստը երբ է լինելու, որտեվ ուզում ասում են հայրերը, որ քրիստոնյաները միշտ արթուն լինեն ու Տիրոջը միշտ արթուն վիճակով սպասեն ու դրա համար էր ասում արթուն եղեք եւ աղոթեցեք։ Եվ այստեղ մկրտության մասին է խոսում, որ երկու մկրտություն կա, մեկը ջրով մկրտություններ, որ Հովհաննեսի մկրտությունն էր, եւ ասում է դուք շուտով պիտի մկրտվեք Սուրբ Հոգով։ Աղանները խառնում են այս երկուսն ու ասում են դու եկեղեցում, հայ եկեղեցում ջրով ես ընդամենը մկրտվել, մեր մոտ հոգով կմկրտվես։ Մի շատ մեծ տարբերություն կա այստեղ։ Մենք Հովհաննեսի մկրտությամբ չենք մկրտվել։ Մենք մկրտվել ենք Քրիստոսի մկրտությամբ, իսկ Քրիստոսի մկրտությունը ջուրն ու հոգին է, միասին, այն ինչ որ կա։ Եվ ամբողջ գործքի մեջ մենք դա տեսնելու ենք, տեսնելու ենք 8-րդ գլխում նաև, երբ որ ներքին ու պարագան կար, եթով բացի եւ այլն։ Այլ խոսքով պետք չի մեզ կարծել Հովհաննես մկրտչի մկրտության մկրտվածներ, դա ճշմարտություն չի, դա կեղծիք է։ Մենք մկրտվել ենք Քրիստոսի մկրտությամբ, որը Սուրբ Հոգու մկրտությունն է, իսկ ինչու էր Քրիստոս ասում, որ դուք չեք մկրտվել, որտեղ Հովհաննես 7-ում մենք ընթերցում ենք, որ Տերն ասեց, նա այս ասում էր հոգու մասին, որին ընդունելի էին իրենք հավատացողները, քանի որ հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր։ Ուրեմն Հիսուս երբ որ փառավորվեր, այդ ժամանակ ընդունելու էին հոգին, իսկ փաստորեն ո՞րն էր Հիսուսի փառավորումը, որ սկսեց խաչելությամբ, հարությամբ եւ համբարձումով։ Եվ երբ որ համբարձումով այս 3 կարևոր դեպքերը կատարվեցին, արդեն հոգի գալուստն է լինում ու դրանով Քրիստոսի փառավորումը լինում է ու արդեն առաքյալները մյուս գլխի մեջ պիտի տեսնենք, թե ինչպես են արդեն Սուրբ Հոգով մկրտվում։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այս տեքստի մեջ երրորդություն կա։ Տեսեք, հայրը կա, հոր խոստումը կա, Սուրբ Հոգու մկրտությունը կա եւ խոսողնով է Հիսուս ինքը։ Ուրեմն այս ամբողջ կոնտեքստի մեջ, այո, նյութը հիմնականում Սուրբ Հոգու մասին է, բայց եւ այնպես ամբողջ գործառաքելոցի մեջ մոտ 60 անգամ Սուրբ Հոգու մասին է աշակերտը խոսում, Ղուկասը, նման դեպք չկա ուրիշտեղ, 60 անգամ Սուրբ Հոգի է ասում, մենակ այս գրքում 4-5 անգամ Սուրբ Հոգու մասին է խոսում, բայց եւ այնպես միայն Սուրբ Հոգին ու Տերը չեն, այլ նաեւ երրորդությունն է, որովհետեւ միշտ հայրերն ասում են, եթե խորքային ենք նայում տեքստին, հրյայի նման չենք նայում կամ աղանդավորի, անպայման երրորդությունը հստակ երևում է Աստվածաշնչի մեջ, ու այս դեպքում հենց այստեղ էլ տեսնում ենք, որտեղ կա հայրը, որտեղ կա Սուրբ Հոգին, ու որտեղ խոսողը ինքը Տերն ու Փրկիչն է Հիսուս Քրիստոս, եւ սա փաստորեն դուրս է գալիս մի բան, որ արդեն երրորդությունը կա։ Ճիշտ է, Սուրբ Հոգին պիտի մկրտեր, բայց Սուրբ Հոգու մկրտությունը նաեւ Քրիստոսի մկրտությունն է։ Գիտեք ինչու՞։ Որտեղ նույն Հովհաննեսը, որի մասին է հիմա խոսում Հիսուս, Մատթեոսի 3-րդ գլխում ասում էր հետևյալը. նա ձեզ կմկրտի, այսինքն Հիսուս ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ Ուրեմն Սուրբ Հոգու մկրտությունը
նույն ինքը Քրիստոսի մկրտությունը, ու այստեղ նաև մենք տեսնում ենք, որ յորթությունն իբրև այդպիսի մեկ է։ Ասում այս սպասեն հոր խոստումին, այս մասին խոսեցինք եւ գնանք առաջ։ Նրանք մոտենալով հարցրին նրան ու ասացին. «Տեր, այս ժամանակում է, որ վերահաստատելու ես Իսրայելի թագավորությունը»։ Շատ հետաքրքիր ու տարօրինակ դեպք է։ Հիսուս 40 օր ասում է խոսեց Աստծո արքայության մասին, հիմնականում, ոչ ամեն օր, բայց հիմնական պատգամը դա էր։ Եվ կարծես թե առաքյալները պիտի կենտրոնանան դրա վրա, որ Հիսուսի ամբողջ նպատակը Աստծո արքայության մասին է, բայց արի ու տես, որ առաքյալները նորից հետաքրքրված են Իսրայելի թագավորությունով։ Ու հետաքրքիր ասում է հիմա է, որ պիտի վերահաստատես Իսրայելի թագավորությունը։ Ինչ է դուրս գալիս, որ դեռ հոգևոր չեն, մինչև Սուրբ Հոգու գալուստը դեռ աշխարհային են մտածում, ու այսօր մեր իրականության մեջ մեր ազգում էլ շատ կա։ Հոգևորից խոսես կխրչեն, բայց խոսես անգամ սպորտից, ել չասեմ քաղաքականությունից եւ այլնից, ամբողջ խոսակցության մեջ կսկսի մեծ թեժ բանավեճ եւ այլն, բոլորը մասնագետ կդառնան, բայց հոգևորից կշեղվենք, ասեն ինչի մասին ես խոսում, նույն այս դեպքում է։ Առաքյալները դեռ չունեն այդ հոգևոր ընկալումը, խորքային ունեն, բայց խորքայինը չունեն։ Ու դրա համար դեռ կենտրոնացած են Իսրայելի թագավորության վերականգնման համար։ Ասեմ ավելին, միջև օրս հրեաները այդ թագավորության վերականգնման մասին են աշխատում, տաճարի վերականգնման մասին են մտածում։ Եվ այս էր պարագան, որ Էմաուսի ճամփորդները, որ Ղուկաս 24-ում ենք կարդում, հետաքրքիր մի միտք է ասում է մեզ թվում էր, թե ինքն է, որը փրկելու է Իսրայելը, բայց արի ու տես, որ խաչեցին իրան։ Ու հիշում ենք Էմաուսի ճամփորդների հետ ինչ եղավ, որ Քրիստոս խոսեց, վերջում հաղորդության ժամանակ իր անձը բացահայտեց։ Ուրեմն իրենց մտայնությունը մենակ աշխարհային է։ Իսկ Քրիստոս ուզում է, որ մենք հոգևորին տանենք ու դրա համար է շատ կարևոր, որ ճիշտ ընկալենք, որն է մեր առաջնահերթությունը, հոգևորը թե աշխարհայինը։ Բայց այստեղ մի շատ կարևոր բանալի բառ կա, որը վերահաստատելն է անգլերենով restoration։ Եվ սա շատ կարևոր է ինչի համար, եւ հունարեն ապոկատիստանո բառն է, այսինքն որը նշանակում է ոչ թե կոնկրետ մեկին, այլ ոչ թե մի ազգ, այլ ամբողջ մարդկությանն է վերաբերվում։ Համայն բառն է նաև իր մեջ պարունակում։ Քրիստոս վերահաստատելու է համայն մարդկությունը, որովհետև Ադամը ազգություն չուներ։ Ադամը հրեա չէր, ոչ էլ Նոյն էր հրեա։ Իրենք մարդկությունն են խորհրդանշում, որը անկում ապրեց։ Եվ Քրիստոս, որին մենք հաճախ կոչում ենք նոր Ադամ, եկավ, որ այդ ամբողջ մարդկությունը վերականգնի, եւ այդ մարդկության մեջ նաև ես եմ մտնում, որովհետեւ երբեմն մեծի մեջ մենք մեզ կորցնում ենք, ու մեզ թվում է, թե այո, մարդկություն կա, բայց մարդկությունից բացի կա հայքը, այլ խոսքով ինչ եմ ուզում ասել, Քրիստոս գալիս է ինձ վերահաստատելու, ինձ վերակազմավորելու, ինձ վերականգնելու։ Եվ անկեղծ ասած իմ ամբողջ կյանքում ես իմ Տիրոջ կարիքը զգացել եմ, որ ամեն անգամ ինձ վերականգնի, ինձ վերահաստատի, որովհետև մարդս միշտ վերականգնման կարիք ունի։ Այսօր ինքս ինձ չգիտես ինչի մտածում էի, ասում եմ հետաքրքիր է Աստծո արարչագործությունը։ Մեր ծառի մոտ սկյուռիկներ կան, կերակուր ենք դնում, թռչուններին չեն թողում, իրենք են դնում եւ այլն, բայց նայում եմ, որ ծառը ամբողջ քերում են իրենց չանչերով ու կարծես թե ծառը վնասում են հաճախ, բայց ծառը իրեն վերականգնում է։ Վերք ենք ստանում եւ վերքը նորից վերականգնվում է։ Աստված այնպես է ստեղծել իր արարչագործությունը, որ մենք բամբակի մեջ չենք ապրում, մենք վնասվում ենք, մենք վիրավորվում ենք։ Ընդհանրապես իր արարչագործությունն էլ է սա, բայց վերականգնման վիճակ ունենք։ Եվ լավագույն վերականգնողը խորքի մեջ մեր Տերն ու Փրկիչն է։ Ու այս դեպքում ոչ թե մեր մարմինները, որ անկախ մեզանից է վերականգնվում երբեմն, այլ մեր հոգին, որտեղ մեր հոգին հենց այնպես չի վերականգնվելու։ Եթե մենք կոնկրետ հոգևոր դեղեր չդնենք, մեր հոգին չի վերականգնվելու։ Իսկ հոգևոր դեղը նախ եւ առաջ Աստծո ներկայությունն է, իր խոսքն է, իր ավետարանն է, իր պատարագն է, իր հաղորդությունն է։ Ուրեմն սա է, երբեմն մենք խոցված ենք տասնյակ տարիներով, մեր հոգին խոցված ու արնակամ է լինում, այլաբանորեն եմ ասում արնակամ, բայց մենք չենք իմանում, որ պիտի վերականգնենք դա ու վերականգնող ինքը մեր Տերն է։ Ու երբեմն երբ որ ինչ-ինչ պատճառներով սկսում ենք սերտողությունների գալ կամ պատարակների գալ, մեկ է սկսում ենք մեզ լավ զգալ, ասում ենք տարբեր է։
Իրական բառը վերականգնվել բառն է, որ սկսում ենք վերականգնվել, ակամայից առանց անդրադառնալու, որ հենց սրա համար էր Տերը եկել աշխարհ։ Եվ ինչ են անում, երբ որ այդ հարցադրումը տվեցին, որ Իսրայելի թագավորությունը հիմա պիտի վերականգնես, պատասխանը հետևյալն էր. Հիսուս նրանց ասաց. ձեզ տրված չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանության մեջ։ Մատթեոս 24, Մարկոս 13, որ միասնաբար սերտեցինք անցած տարի, հետևյալ միտքն էր, ու շատ հաճախ աղանդները այս մասին են խոսում, սկսած արիոսականներից մինչև հիմա Եհովայի վկաներ եւ այլոք, որ ասում են Հիսուս հորը հավասար չի, որովհետև Հիսուս չգիտեր օրը ու ժամը, որտեղ Մատթեոս 24-ի մեջ կամ Մարկոս 13-ի մեջ Տերն ասում էր, դա միայն Հայրը գիտի, ոչ երկնքի հրեշտակները, ոչ որդին, այլ միայն Հայրը։ Ու այստեղ կարծես թե իրեն հորից ցածր է դնում ու ասում է, որ ես չգիտեմ, իսկ եթե որդին մի բան չգիտի, ուրեմն ամենագետ չի, իսկ Աստված ամենագետ է։ Բայց նորից կոնտեքստից դուրս են, եթե բանալի բառեր իրար կապենք, կտեսնենք, որ այստեղ էլ չի ասում, որ ես չգիտեմ։ Ձեզ տրված չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանության մեջ։ Ես գիտեմ, բայց ձեզ տրված չէ։ Ուրեմն դրա համար Աստվածաշունչ Մատթեոսը իր ամբողջության մեջ պետք է հասկանալ։ Դրա համար Օրիգենես անունով 3-րդ դարի մեծ հայրերից մեկը, այս միտքը միշտ հիշեցնեմ ձեզ, որ ասում էր Աստվածաշունչը նման է մեծ շենքի, որ ունի բազում դռներ ու ամեն դուռ ունի իր բանալին, բայց ամեն դռան վեճի բանալին, այդ դռան բանալին չի, դու պիտի ճիշտ դուռն ու ճիշտ բանալին գտնես, որ կարողանաս դուռը բացես։ Այլ խոսքով Մատթեոս 24-ի բանալին կարող ես գտնել Գործք Առաքելոցի 1-ի մեջ, ինչ որ հիմա մենք տեսանք։ Ու այստեղ նաև հայրերն ասում են, ու իսկ ուրեմն ինչու էր Քրիստոս իրենց դա ասում, որտեղ ասում է չէր ուզում իրենց հստակ ասել այն, ինչ իրենց ուղեղին հասու չէ։ Եվ բերում են այդ օրինակը, Ոսկեբերանն է հրաշալիորեն բերում, ասում է, դու սիրում ես քո զավակին, բայց զավակդ գալիս է ու շատերս ծնող ենք այստեղ ու գիտենք, ու քեզ ինչ որ բան է քեզանից պահանջում, որը իրան օգուտ չի։ Ու անդադար ասում է, սենց այսպես համառում է, մենք ժողովուրդը ասում ենք կապրիզ է անում։ Ասում է, իրեն ինչ ես անում, շեղում ես։ Գեղեցիկ շեղում ես ու երբեմն ասում ես միտք նշեմ ու երբեմն ասում ես կներես ինձ կանչում են, գնում եմ։ Այսինքն չես ասում, չես էլ ուզում իրեն նեղացնես։ Ասում է նույնը էս պարագան էր։ Հաճախ Քրիստոս մեր կյանքում ասում է, մենք էլ փոքրիկ երեխաների նման բաներ ենք ուզում Աստծուց առանց հասկանալու, որ դրանք մեզ պետք չեն, դրանք մեզ վնասելու են։ Այդ գիտելիքը ինձ պետք չի այս դեպքում։ Բայց որպեսզի Աստված ասում է հաճախ ամեն անգամ մեզ չբացատրի, երբեմն մեզ շեղում է մեր ուշադրությունը, իսկ ժամանակ երբ որ գա ամեն ինչ իր տեղին կլինի ու դրա համար ասում, որ ամեն ինչ ունի ժամանակը։ Այս դեպքում նաև մարդուն ուզում է հիշեցնել, որ դու ամենագետ չես։ Հայրը ունի այդ իշխանությունը։ Հայրը իր իշխանությամբ հաստատեց։ Մարդ չպիտի ամեն ինչ իմանա ու դրա համար գիտության եւ իմաստության ծառից, երբ որ Ադամն ու Եվան պոկեցին եւ կերան, դա հենց այս նույն բանն էր։ Ուզում է մարդ, ուզում է ամեն ինչ իմանա։ Ու Հիսուս մեկ անգամ եւս հիշեցնում է, որ Հայրը հաստատեց իր իշխանության մեջ, դրանք պետք չեն, մարդ չի կարող ամենագետ լինել, Աստված է միայն ամենագետը, եւ սա լավագույն օրինակն է, որ մենք այստեղ տեսնում ենք։ Եվ շարունակում է Տերը ասելով, այլ երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք, եւ ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը։ Այստեղ շատ կարևոր մի միտք են ասում սրբերը, որ Սուրբ Հոգին ու այն ժամանակ էլ կարես պնևմատոմատներ, այսինքն հոգեմարտներ, որոնք հոգու դեմ էին պայքարում, որ Սուրբ Հոգին անձ չի, ասում են երևույթ է, ուժ է, զորություն է։ Բայց այստեղ ասում են հայրերը, եթե Սուրբ Հոգին զորություն միայն լինելու ոչ անձ, չէր ինքը գա, որովհետև ասում է Սուրբ Հոգին կիջնի ձեր վրա, ոչ թե Սուրբ Հոգին կուղարկեն ձեր վրա, այլ ինքն է իջնողը։ Եվ սա շատ կարևոր է, որ ցույց տա, որ Սուրբ Հոգին ունի կամք, Սուրբ Հոգին ունի որոշում կայացնելու իրավունք, անձ այլ խոսքով։ Եվ սա են ասում հայրերը, որ մենք հասկանանք, որ դրա համար քանի որ Սուրբ Հոգին անձ է եւ մենք ունենք Հայրն իբրև անձ, Որդին իբրև անձ եւ Սուրբ Հոգին իբրև անձ, ոչ թե լոկ զորություն։ Սուրբ Հոգու հետ էլ միշտ այս միտքը ասում եմ, անձնական շփում պիտի ունենանք։ Եվ Սուրբ Հոգուն ինչպես ենք ճանաչում, աստիճանաբար, հեշտ չի։ Քրիստոս մարմին դարձավ, մարդ դարձավ, եկավ եւ առաքյալն ասում է մենք տեսանք ու շոշափեցինք։ Սուրբ Հոգուն չենք տեսնում ու շոշափում։
Սուրբ Հոգուն ժամանակ է պետք, որ մենք ճանաչենք, որովհետև Սուրբ Հոգուն ճանաչողությունը ինքնին ջանք է պահանջում քրիստոնյայից։ Եվ երբ որ դա լինի, այդ ժամանակը, որ Սուրբ Հոգուն իրապես սկսում ես այդ հարաբերությունը անձնական ունենալ։ Բայց Սուրբ Հոգին նաև այն անձն է, որ մեզ ուժ է տալիս։ Զորություն, դինամիս հունարենով, այստեղից էլ dynamite, դինամիտ բառը, զորություն։ Ինքը հզոր զորություն է, որովհետև Սուրբ Հոգու զորությունն է, որ մեզ ուժ է տալու լինելու Քրիստոսի համար վկաներ։ Ոչ միայն Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, այլ Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը, այսինքն արդեն ամբողջ աշխարհում։ Հետաքրքիր մի միտք կա այստեղ, որ շատ կարևոր եմ համարում, որ առանց Աստծո զորության, առանց Սուրբ Հոգու զորության մարդ ոչինչ անել չի կարող։ Ոչինչ անել չես կարող, մասնավորաբար, եթե Աստծո առաքելության մեջ ես։ Եթե Աստված քեզ փոքրիկ, Մարգարեզայի բառերն եմ ուզում օգտագործել, քեզ փոքրիկ մատիտ է դարձրել, որի միջոցով ինքը գրում է։ Առանց Աստծո անհնար է ոչինչ անել։ Եվ դրա համար ուժ է պետք, դրա համար զորություն է պետք։ Մարդն ինքնին շատ տկար ու թույլ է։ Դրա լավագույն օրինակը մենք Պետրոսի անձի մեջ տեսանք, երբ որ երկու անգամ փաստվեց, որ ինքը չափազանց թույլ է, չնայած իրան չափազանց ուժեղ էր կարծում։ Մեկը ծովի վրա քայլելով, երբ որ ասեց հրամայր ու հիմա այս ծովի վրա, ալեկոծ, փոթորկված ծովի վրայով կքայլեմ ու կգամ, ու քայլեց, բայց կարճ տևեց այդ քայլը, որովհետև կասկածեց, որովհետև տեսավ, որ քամին դիմացից էր, ջուրն էլ ալեկոծ էր, ու սկսեց կասկածել ու խորտակվել, այլ խոսքով փաստվեց, որ ինքը ամենազոր չի, թույլ էակա։ Եվ երկրորդ, երբ որ ասում էր, եթե բոլորն էլ քեզ լքեն, Տեր, ես քեզ չեմ լքի, եթե պետքա քո համար էլ կնահատակվեմ, ու Քրիստոս իրեն ասում էր, հենց այս գիշեր ինձ ուրանալու ես։ Եվ հենց այս պարագանը ակաղը չկանչած, չէ, 3 անգամ, ու նորից այս դասը տվեց Պետրոսին ու Պետրոսով նաև մեզ, որ մարդը իրապես մարդուն թվում է, մանավանդ հավատացյալ մարդուն, որ ինքը շատ զորեղ է, բայց այդ զորությունը խաբուսիկ է, եթե իրան է վերագրում, Սուրբ Հոգին է այդ զորությունը մեզ տալիս, եւ Սուրբ Հոգու զորությամբ է, որ կարողանալու ես միայն Քրիստոսին վկայել։ Վստահ եմ շատերս ունենք այդ խնդիրը, որ երբ որ մտնում ես աշխարհ, միջավայր, այնտեղ մարդիկ քեզ չեն հասկանում, այնտեղ նույնիսկ մարդիկ կարող է քեզ ծաղրեն։ Դու կարող ես ամաչես, պարզ օրինակ բերեմ, ամաչես խաչ անել։ Ամաչես խաչ անել։ Եվ այստեղ է գալիս այդ պարագան, որ երբ որ ունես, ու նույն առաքյալներն էին, բախկված էին այնտեղ վերնատան մեջ։ Բայց երբ որ ստանում ես այդ զորությունը, դու պատրաստ ես վկայել Քրիստոսին։ Իսկ վկայել Քրիստոսին նշանակում է վկայել ճշմարտությունը, վկայել արդարությունը ու պայքարել կեղծիքի ու անարդարության դեմ։ Եվ սրա համար է, որ այդ զորությունը պետք է, ու սրա համար է, որ մենք մարդից առաջ պետք է զգեստավորվենք։ Ու այստեղ է գալիս մի շատ կարևոր միտք, որ այս երեք չէր, իրականում այսօր էլ նայեցի, եկեղեցու ավետարանչություն։ Այսօր մենք այս բառից վախենում ենք։ Ժամանակին 1517 թվականին, երբ Մարտին Լյութերը հիմնեց իր ուսմունքը, կոչեց բողոքական ռեֆորմացիա, դա բողոքականություն, այսինքն ավետարանչության հետ կապ չուներ։ Հետագայում այդ բողոքականությունը պրոտեստանտ բառը, պրոտեստանտիզմ բառը շատ բացասական հնչվեց եւ իրենք որոշեցին շատերը այլևս փոխել ու իրենց կոչել ավետարանական կամ ավետարանչական։ Ու այստեղ մի շատ տարօրինակ բան սկսեց ձևավորվել։ Մենք էլ սկսեցինք այս բառից փախենալ, փախչել, խրճել, կարծես թե ինչ-որ մի վատ բառ է, որովհետև անդադար ավետարանչականությունը կամ ավետարանչությունը մենք առնչում ենք, կապում ենք բողոքականության հետ, բայց այստեղ մի հետաքրքիր միտք կա, իրականում առաքելական եկեղեցու առաջին գործը, առաքելությունը ավետարանչությունն էր։ Հենց առաքելական եկեղեցին սրանով է սկսել ամեն ինչ անել։ Եվ հետաքրքրորեն մանավանդ այս նախորդ դարում ու հիմա էլ օրինակ ձեզ օրինակ բերեմ, երբ որ կաթոլիկ եկեղեցին տասնամյակներ շարունակ անչափ շատ հավատացյալներ էր կորցնում, մանավանդ 50-ականները 10 հազարավորներով կաթոլիկների էին տանում իրենց գիրկը, սկսեց ավետարանչություն անել։ Եվ այս միտքը բերեցին իրենց ուսմունքների մեջ new evangelization, այսինքն նոր ավետարանչություն։ Միտքը շատ հստակ էր, մենակ չբավարարվենք ծեսով,
այլ սկսենք ավետարանչությունեն, ինչ որ առնում էր առաջի եկեղեցին։ Այսօր հետաքրքիր մի բան ասեմ։ Այսօրվա փաստարկը, եւ որ հանեցի փաստերով, ուրեմն անգլերեն է. Nationwide there has been an average of 38% increase in adults entering the church, with major archdioceses like Los Angeles seeing a 139% jump. Los Angeles-ի իրենց archdiocese առաջնորդարանը, որտեղ մենք բազում անգամ եղել ենք եւ հարյուրամյակը եղերնի, որ նաեւ հիշում էինք, այնտեղ արեցինք։ Այսօր 139% աճ ունի հավատացյալների եւ այնտեղ տեքստը ասում է հիմնականում երիտասարդ տղամարդիկ են գալիս։ Ու սա չափազանց կարևոր խորհրդանիշ է։ Bishop Barron, չգիտեմ, ոմանք գիտեն թե չէ, շատ հայտնի է իմ Ամերիկայում, որտեղից որտեղ իմ email-ի հասցեն ունի եւ ամեն օր եպիսկոպոս Barron, կաթոլիկ է, ամեն օր email է ուղարկվում։ Վստահ եմ տասնյակ հազարավոր մարդկանց ավետարանից հատված, իրենց ուսմունքից հատված, այսինքն ակտիվորեն սկսում են աշխատել եւ այդ աշխատանքը մեծ արդյունք է տալիս։ Նույնիսկ 21-րդ դարում, որ ոմանք կարող են ասել առաջի դարում ուրիշ էր, հիմա ուրիշ է, ոչ մի ուրիշ բան չկա, Աստված ինքը այդ ինչ որ դրել է, այդպես է լինում է։ Դու տեսնում ես, երբ որ դու ավետարանը քո ուսմունքը սկսում ես հոգեվորի վրա կենտրոնանալ, ոչ թե քարի ու փայտի վրա կենտրոնանալ, դա մեծ արդյունք է տալիս։ Ու դրա համար ես հարցադրումներն եմ ուզում տալ։ Մենք նման աշխատանք տանում ենք, այս հարցերը բաց հարցեր են։ Այս ասպարեզում մենք ինչ ենք անում, կամ անողներին արդյոք խրախուսում ենք, թե ոչ։ Որովհետև սա է խորքի մեջ իրական այդ եկեղեցու ավետարանչությունը, որը առաքյալներն են սկսել ու մեզանից յուրաքանչյուրը սա ոչ թե պիտի ունենա իբրև նպատակ, այլ սա պիտի լինի առաջնային եկեղեցու առաքելության մեջ, որովհետև անխորտ անգամ այս մասին խոսեցինք, առաքյալները երբ որ սկսում էին իրենց առաքելությունը, ամբողջ աշխարհը խավարի մեջ էր։ Իրենք փոքրիկ լույսեր էին, որպեսզի ամբողջ աշխարհը լուսավորեին։ Բարոյականությունը անկյալ վիճակի մեջ էր։ Այսօր թերևս ոչ պակաս անկյալ վիճակի մեջ է ու ոչ պակաս Սոդոմ Գոմոր վիճակ է ու դրա համար շատ ավելի երևի պետք է, որ եկեղեցին իր առաքելության մեջ առաջնահերթություն անի այս ավետարանի ուսմունքն ու քարոզությունը։ Եվ հետաքրքիր է, երբ որ սա էր ասում Տերը, եւ երբ այս խոսքերն ասաց, միշտ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ եւ ամպը նրանց ծածկեց նրանց աչքերից։ Այստեղ մեր գեղեցիկ մանրանկարները կան, որ հրաշք են իրենք, իրապես հրաշք են ժողովուրդ, եւ հաճախ երբ որ օտարն է գնահատում քո մանրանկարը, ավելի ես հասկանում վերջը։ Նախորդ տարի էր Գեթիզի այս կինը, որ եկավ ու գեղեցիկ վերլուծում արեց հայկական մանրանկարչության, ինքը լինելով ամերիկացի, էլ ավելի ես, չէ, ընկալում թե ինչ գանձեր ունես դու եւ ասեմ ավելին ու միշտ ուզում եմ ասել, ինձ համար բացահայտում էր, որի փոքրիկ նաեւ աշխատանքի մեջ ես էլ իմ փոքրիկ լուման ունեմ, որ մեր առաջնորդանում էստեղ մենք շատ ավելի լավ ու քանակով շատ մանրանկարներ եւ ձեռագրեր ունենք, քան անգամ Գեթիզը, որը հրաշք է եւ մենք դրա մասին շատերս տեղյակ չենք։ Բայց ինչ էր այստեղ կատարվում։ Կատարվում էր հետաքրքիր մի բան, որ փաստորեն այս մարդիկ իրենց աչքերով տեսան Քրիստոսի կյանքի ամենակարևոր դրվագներից մեկը։ Տեսան, թե ինչպես Քրիստոս համբարձվեց, երկինք վերացավ։ Եվ այս միտքը ինքը Քրիստոս ասել էր, բայց իրենք չէին հասկացել։ Հովհաննես 16-ի մեջ ինքն ասել էր, տեսնելու եք մարդու որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր։ Եվ փաստորեն բնականաբար չէին անդրադառնում ինչի մասին է խոսքը ու casual, այսպես պարզ խոսակցության մեջ մեկ էլ Քրիստոս բարձրացավ, ոչ թե որ ինքը նախապատրաստեց, հաշվեց, հիմա տեսեք ինչ ա լինում, ուշադրություն, սպասեք, խոսքի մեջ մեկ էլ բարձրացավ, ու սա շատ յուրահատուկ էր։ Եվ փաստորեն ինչ է դուրս գալիս, որ Քրիստոս ուզում էր, որ այս մարդիկ, ինչպես որ խոսքի սկզբում ասացի, առաքյալները ներկա լինեն իր համբարձմանը, տեսնեն իրենց աչքերով, բայց չուզեց, որ բոլորը տեսնեն։ Նորից եմ շեշտում, խաչելությունը բոլորը տեսան, ամբողջ քաղաքը տեսավ։ Եվ լացում էին Հիսուսի համար, եւ ամբողջ քաղաքը այնտեղ էր, եւ հռոմեացիներ, եւ հրյա ասում է բոլոր քահանայապետներն էին այնտեղ, բայց հարությունը նախ չտեսան ոչ ոք, հետաքրքրորեն, չուզեց որ մարդիկ տեսնեն Տերը, իսկ համբարձում ուզեց տեսնել ընդամենը մի քանի հոգի։ Ինչու, որովհետև այդ մարդկանց միջոցով էր, ինչպես որ ասացի,
որ պիտի գնար առաջ։ Ու այստեղ հետաքրքիրը նաև ամպի գաղափարը, որովհետև Սաղմոս 103-ի մեջ, մերով 103 բողոքականյանով 104 հստակ ասում է, որ երթևեկում է նա ամպերի վրա եւ շրջում հողմերի թևերին, այսինքն Աստված երթևեկում է ամպերի վրա եւ շրջում հողմերի թևերին։ Այլ խոսքով այստեղ ցույց տրվեց, որ ես ինքս ամպերի այդ երթևեկողն եմ, տերն եմ եւ մի շատ հետաքրքիր բան էլ եղավ։ Քրիստոս չուզեց, որ ամբողջ համբարձումը տեսնեն, որտեղ ասում է ամպը ծածկեց։ Մի մաս կարողացան միայն տեսնել, ոչ ամբողջություն։ Ու նորից այստեղ մարդու սահմանափակության մասին է խոսքը, որ դու չես կարող աստվածային ես կարևոր խորհուրդները ամբողջությամբ տեսնել։ Մի մասը մենակ կտեսնես, մնացածը կփակվի քո առջև։ Նույնը ես ուզում եմ կապել խորհուրդների ու պատարագի հետ կամ մկրտության հետ։ Ասում ենք ինչպես ես հոգևոր ծնունդ ապրում մկրտության մեջ, դե ջուր է եղավ կամ նյուրոնը կսվեց, կամ այդ հացն ու գինին ինչպես են վերածվում Քրիստոսի ճշմարիտ մարմնի ու արյան։ Մի մասը տեսնում ես, դրա խորքը արդեն չես տեսնում, ամպը ճակերտավոր փակում է, բայց այստեղ հավատում ես։ Ու գիտեք ինչու ես հավատում, որովհետև նաև ունես վկաներ, որոնք այս մասին խոսում են, ու այս դեպքում պատահական չի, որ Քրիստոս ուղարկում է երկու վկա, որ այս մասին խոսեն, որովհետև պատկերացրեք, եթե ուղղակի մենակ Քրիստոս համբարձվեր ու իրենք նային ու Քրիստոս գնար ու ոչինչ չլիներ, տարակուսանքի մեջ էին ու նույնիսկ ավելին դեռ վերև էին ասում անայում, չհասկացան ինչ կատարվեց, ինչու կատարվեց, միայն վերև են նայում։ Բայց դրա համար է, որ երկու հոգի են գալիս եւ ինչ ասում իրենց աչքերը հառաս նայում էին նրան երկինք գնալուն, ահա նրանց երևացին սպիտակ զգեստների մեջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին, այս սպիտակ զգեստները նույն միտքն է, ինչ որ հարության ժամանակ ենք տեսնում երկու սպիտակ զգեստներով մարդիկ, այսինքն խոսքը հրեշտակների մասին է։ Գիշեք նախորդ անգամ ասացի, որ Գործք առաքելոցի մեջ ամենից շատ հրեշտակների հիշատակությունը կա բացառությամբ հայտնության գրքի, որ ընդհանրապես ալեգորիա է։ Եվ ինչու այս հրեշտակներն ուղարկվեցին, ինչու եկան այս մարդկանց մոտ, որովհետև շատ կարևոր է, նախ առաջի հերթին հայրերն ասում են կատարվեց հին կտակարանյան կարևոր օրենքը, որ 2 կամ 3 հոգու շուրթերով ասվածը պիտի ճշմարտություն լինի, ինչ որ մենք տեսնում ենք երկրորդում օրինաց 17-ի 6-ի մեջ, այսինքն այդ վկայությունը ճշմարիտ էր համարվում, եթե 2 կամ 3 հոգու միջոցով էր կատարվում ու պատահական չի, որ հիմա վկայությունը տալիս են 2 հրեշտակներ ու հետաքրքիր մի բան ինքս ինձ համար անդրադարձա, որ Քրիստոսի կյանքի ամենակարևոր դրվագների մեջ, որը մենք մկրտության հավատամքի մեջ ենք դրել մեր եկեղեցին։ Շատ կարճ հավատամք է ու Քրիստոսի կյանքի ամենակարևոր դրվագներն է հիշում, ամենակարևոր դրվագների մեջ, որ ավետումն է, ծնունդն է, հարությունն է ու համբարձումն է։ Հետաքրքիր է, հրեշտակներ են ներկա, վկաներ կան այնտեղ։ Ամեն անգամ եւ ավետման հրեշտակ կա, եւ ծննդյան հրեշտակներ կան, եւ հարության հրեշտակներ կան, եւ նաեւ համբարձման ժամանակ հրեշտակներ կան։ Ինչու՞, որովհետեւ հրեշտակները եկան 3 բան անելու է սա մարդկանց, ու մեզ ու ձեզ։ Առաջինը ոգևորելու, որ չտխրես, որտեղ Քրիստոս գնաց։ Բնականաբար, եթե ես լինեի այնտեղ ու մի պահ անդրադառնայի, որ իմ Տերն ու Փրկիչը հեռացավ ինձանից։ Բնականաբար ես դրանից շատ տխրեմ ու նաեւ թուլանամ, որտեվ իր մեջ եմ ես իմ զորությունը տեսնում ու ինքը հիմա հեռացավ, ուրեմն եկան ոգևորելու։ Երկրորդը եկան ուղղորդելու, որ գնացեք Երուսաղեմ, կոնկրետ տեղ ուղղորդեցին։ Եվ երրորդը վերահաստատեցին, որ ինքը մեկա գալու է, այդ գնալը ժամանակավոր է, ինքը հետ է գալու, չմտածեք։ Եվ դրա համար է հիշեցրեցի նաև այս, որ ասում էր, որ ինքը գնաց այնտեղ, որտեղից իսկ եկել էր։ Ու սա ինքնին փաստում է, որ Հիսուս պարզ մարդ չէր։ Հիսուս ինքը ճշմարիտ Աստված է ու ճշմարիտ Աստծո որդին է։ Եվ բառերը հետևյալն են, ով գալիլեացին էր։ Ինչու կանգնած նայում եք երկնքին, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսակ նրա երկինք գնալը։ Նախ ով գալիլեացիներ բառերը ընդգծել եմ, խոսեցի այս մասին, ուղղակի հիշեցնեմ, որ այս մարդիկ ազնվացեղ հրյաները չեն։ Գալիլեացիները չէին դիտվում իբրև կարևոր կամ բարձր դիրքի հրյաներ, մաքուր հրյաներ այլ խոսքով։ Եվ սա նաև պատահական չի, որ Քրիստոս հիմնականում գալիլեացիներին ընտրեց։ Ցույց տալու համար, որ ինքը չի եկել այդ բարձր հիմքով գտնվող մարդկանց, այլ խոսքով էլիտան չի։ Մենք այսօր էլիտա ենք փնտրում։
էլիտա ենք փորձում դառնալ։ Այս բառը շատ է լսվում։ Էլիտա ենք, հայտնի ենք եւ այլն շատ տարածված է։ Քրիստոս հակառակն էր անում։ Ինքը ոչ հայտնիների հետևից գնաց, ոչ էլ էլիտայի հետևից գնաց։ Ինքը գալիլեացիների հետևից գնաց։ Ամենապարզ ու ավելի շատ քիչ գնահատված մարդկանց հետևից, որոնք դարձան շատ ավելի կարևոր, քան այդ ճակերտավոր էլիտան կամ այդ հայտնի կոչվածներում։ Բայց նաև այստեղ իրենց ասեցին, որ ի վերջո մարդկանց ուշադրությունը, ինչպես որ ասացի, ճիշտ տեղի վրա դրեցին, որովհետև ինչու եք ասում հառած երկինք նայում։ Երբեմն քրիստոնյան այդպես է ապրում։ Երբեմն մենք Աստծուց ինչ-որ բան ենք ակնկալում ու անդադար մենակ երկինք ենք նայում, ճակերտավոր եմ ասում, այսինքն մենակ ակնկալում ենք առանց որևէ քայլ կատարելու ինքներս։ Եվ սա շատ կարևոր է, որ այս դեպքում երկու հրեշտակը մեզ ուղղորդում են, որ հայք կամ որևէ մեկ է այստեղից մենակ Աստծուն հառած երկինք հառած մի նայ, այլ գործ արա։ Ինքը այնտեղ է, ինքը գալու է, ինքը քո հետ է, ինքը քեզանից չի բաժանվել, որտեղ Մատթեոս 28-ի մեջ այդ խոստումը տվեց եւ ահա ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճան։ Բայց դու էլ մենակ այդտեղ մի նայ ու ասա երբ է գալու, այսօր շատ ենք ասում, երբ է օրերն են, միգուցե նշանները տեսնում ենք, անդադար դրանց վրա են կենտրոնանում։ Հրեշտակներն ասում են կենտրոնացի քո կյանքի վրա։ Գնա հիմա, ինչի ես կանգնած նայում երկնքին։ Այն Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս։ Եվ այս տեսիլքը, այդ վերադառնալու տեսիլքը, երկրորդ գալուստի տեսիլքը, արդեն Դանիելի հայրենու 8-րդ գլխի, բողոքականյան 7-րդ գլխի մեջ կա, որ ասում է գիշերային տեսիլքում տեսնում են, որ ահա երկնքի ամպերի միջից գալիս է մեկը մարդու որդու նման։ Եվ այստեղ պաստորեն ինչ դուրս եկավ։ Վկայություն կա, առաքյալները վկայեցին, թե ինչպես երկինք բարձրացավ Քրիստոս եւ գիտենք, թե ինչպես է գալու։ Եվ սա շատ կարևոր է, թե ինչու գիտենք ինչպես է գալ, որովհետև շադրություն դարձեք, աղաններ, կոնկրետ Եհովայի վկաներ, եւ ոչ միայն իրենք ունեն այս ցավալի ուսմունքը Քրիստոսի ծածուկ գալստյան ուսմունք, այլ խոսքով, երբ որ Չարլզ Ռասելը մի քանի անգամ ասեց այսօրն է գալու, հաշվարկել եմ Դանիելի թղթով եւ հայտնությամբ եւ այլն, ամեն անգամ սխալ էր դուրս գալիս եւ ամեն անգամ մարդկանցից փող էր շորթում, ասում էր վաճառեք, ունեցվածք տուն, կենթանի, ամեն ինչ տվեք մեզ, որովհետեւ հեսա Հիսուս գալիս է բարձրանալու եք վերևել, ինչ եք անելու դա, 3 անգամ, եւ դա սկսեց ադվենտիստներից իրենցից էլ չէր, 3 անգամ կոնկրետ ինքը օր ասեց ու 3 անգամ այդ օրը չեղավ։ Եվ հիմա ինչ ուսմունք բերեց, ասեց արդեն եկել է Հիսուս։ Բայց ծածուկ է եկել եւ մեջները սա աշխատում է, մեզ խմորում է մարդկությանը, միջով որ բացահայտվի։ Նման բան Սուրբ Գիրքը չի ասում, նման բան կեղծիկ ու սուտ է։ Ու դրա համար է այս տեքստը մեզ օգնում, որ ասենք, որ ասում է ինչպես որ երկինք բարձրացավ, այնպես էլ երկնքից է գալու, ծածուկ գալ եւ այլն, նման բան չկա։ Սա ինքնախաբեություն է եւ զգուշ լինենք, որովհետեւ ամեն անգամ վստահ եմ մեզանից յուրաքանչյուրն էլ աղանդավորի հետ շփումներ ունի եւ ինչքան լավ իմանանք ավետարանը եւ ինչքան նաեւ լավ իմանանք մեր ուսմունքը, այնքան ավելի ոչ միայն մեզ կպաշտպանենք, այլ միգուցե նաեւ իրենց վկայություն կտանք, որ հասկանան, որ ինչ որ իրենք ասում են, ուրեմն այս ամբողջը կեղծիք է։ Ուզում եմ նորից հիշեցնել նախադասությունը գրեցի, որ մարմնով գնաց, մարմնով էլ գալու է։ Եվ սա նաև խորհրդանիշն է մեր իրականության, որովհետև մենք էլ պիտի Պողոս առաքյալը ասում է հոգևոր մարմին ստանանք։ Եթե կա ասում է շնչավոր մարմին, ապա կա նաև հոգևոր մարմին։ Այս միտքը առաջի Կորինթացիս 15-ում առաքյալը խոսում։ Սա մասին դեռ կանդրադառնանք։ Ապա Երուսաղեմ վերադարձան, ասում է Դիցենիաց կոչված լեռից, որ Երուսաղեմին մոտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չաղբ։ Ուրեմն առաջի բանը, որ առաքյալներն ազրացին, հնազանդվեցին Աստծո պատգամին, որտեղ հրեշտակ ինչ է նշանակում։ Առաքված, ուղարկված, messenger։ Այսօր messenger-ը կա, այդ նույն հրեշտակն է։ Եվ առաքված, այսինքն իրենք Աստծո խոսքն են պատգամում մեզ, փոխանցում, ինքը իրենից չի ասում։ Աստված իրեն ուղարկել է, ինքը փոխանցում է բառացի այն ինչ որ Աստված ուզեց։ Եվ փաստորեն այս մարդիկ, այդ մարդկանց առաքյալները շեշտեմ, այս երկու մարդկանց, որ հրեշտակ էին, պատգամը իբրև այդ հրեշտակների պատգամ չընդունեցին, այլ Աստծո պատգամ ընդունեցին ու հնազանդվեցին Աստծո պատգամին։ Ու սա շատ կարևոր է։ Նույնը արեց Սուրբ Մարիամ Աստվածածինը, երբ որ ասեց՝ ես մնում եմ Տիրոջ աղախինը,
թող լինի այնպես, ինչպես դու ասացիր, բայց ոչ թե կոնկրետ Գաբրիելին էր ինքը հնազանդվում, ինքը հնազանդվում էր Աստծո կամքին։ Ու նույնը պարագան այստեղ է նաև, որ հասկանանք, որ քրիստոնյան կոչված է Աստծո պատգամին հնազանդվելու, որը նույնիսկ հաճախ կարող է դժվար լինի, որտեղ իրենց համար ուզում եմ նորից շեշտել։ Երուսաղեմում գտնվելը չափազանց վտանգավոր էր։ Իրենք կնախընտրեին գնալ Գալիլեայում լինել, բայց Աստված ուզում էր, որ իրանք լինեն Երուսաղեմում։ Ու քանի որ իրենք Երուսաղեմում էին, իրենք ինչ էին անում, այնտեղ վերջնատանն են, բայց այդտեղ գալու ենք։ Ավետարանիչը նաև մեզ հիշեցնում է, որ որտեղ էր համբարձումը տեղի ունեցել։ Փաստորեն համբարձումը տեղի էր ունեցել Ձիթենյաց լեռան վրա։ Եվ ես Երուսաղեմում չեմ եղել, գիտեմ ոմանք այստեղ եղել են, մենք կարծեմ այստեղ մենք համբարձման տաճար էլ ունենք, որ հիմա կարծեմ Արտակ Սարգսակն ասեց, ցավոք սրտի այդքան էլ մեր տիրապետության տակ չի ինչ-որ խնդիրներ կան, բայց այնտեղ մենք նաև վանք ենք ունեցել ու համբարձման լեռան վրա Աստորեն հայ եկեղեցին ունեցել է իր տաճարը կամ ինչ-որ չափով կիսախոնար դեռ տաճար կա, լավ չեմ հիշում, բայց ասում էր, որ նման հարց կա։ Բայց ինչու է սա կարևոր, որ իմանանք որտեղից Քրիստոս համբարձվեց։ Եվ այստեղ մի հետաքրքիր միտք է ասում ավետարանի Ղուկասը, ասում է, որ Երուսաղեմին մոտ էր Ձիթենյաց լեռը, շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ։ Ինչ է սա շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ։ Թերևս տարօրինակ կհնչի, բայց մի բան է, որ ինք այսօր հрьяաները միջև օրը սպահում են։ Շաբաթ օրը հрьяաները չեն քայլում շատ։ Ավելին ասեմ, ոչ հեծանիվ են քշում, ոչ ավտոմեքենա են քշում, ոչ սկուտեր են քշում, որևէ բան, որ իրանց ոտքով չի, չեն նստում, չեն քշում շաբաթ օրը, իհարկե պահպանողական հрьяաների մասին է խոսքը, եւ եթե քայլում են, եթե ուղիղ ճանապարհը միջև 1 կիլոմետր, եթե շրջագայությունն է, քաղաքի գաղափար կա, քաղաքից դուրս քաղաքից ներս, ինչը լինի պարագան միջև 1 մղոն ամենաերկար ճանապարհն է, 1 մայլ, որ կարող են քայլել, դրանից հեռու իրավունք չունեն գնալու, իսկ եթե ուղիղ գիծ է 1 կիլոմետր մոտավորապես։ Այլ խոսքով այստեղ նաև ինչ որ բան բացահայտեց այն ավանդության, որ հին հрьяաները ունեին ու միջև հիմա պահում են, որ շաբաթ օրը այս մարդիկ միջև 1 կիլոմետր կամ միջև 1 մղոն են քայլում եւ փաստորեն այդ հեռավորության վրա էր գտնվում Ձիթենյաց լեռը Երուսաղեմից, ու սա կոչվեց շաբաթ օրվա անցնելիք ճանապարհ։ Եվ սա հետաքրքիր էր, բայց մի շատ կարևոր միտք կա, որ այստեղ ընդգծել եմ ամենատակում, որ ինչ է լիներ պարագան, ամենակարևոր այստեղ պատգամը հետևյալն է, որ առաքյալները միասին մնացին եւ չցրվեցին։ Ամբողջ Աստծո պատգամը հրեշտակների միջոցով սա էր, որ մի ցրվեք, եթե նույնիսկ Հիսուս գնաց, դուք մի ցրվեք։ Հաճախ հակառակն է լինում, ու սա մենք տեսանք Հովանու 10-ի մեջ, որ ինչ էր ասում ավետարանը, ով կհիշեցնի, Մեսրոպ կհիշեցնես, Հովանու 10-ի մեջ, որ ասում է հովին կհարվածի եւ հոտը կցրվի։ Այս դեպքում այս պարագան էր, կարծես թե հովիվը այլևս իրենց հետ չի գնաց եւ հիմա պիտի հոտը ցրվի, բայց հստակ Սուրբ Հոգին աշխատանք է տանում, որ չցրվեն առաքյալները, որ մնան իրար հետ, ու սա շատ կարևոր է, որովհետև այստեղ դրա համար տակը ընդգծեցի, հոգևոր ընտանիքի մոդելը կա։ Ամենակարևոր բանն է քրիստոնյայի կյանքում, որ ինքը չցրվի, ինքը չառանձնանա, ինքը չդառնա ինչ-որ մի փոքրիկ սխիզմի մաս։ Դա ամենացավալի բանն է։ Մենք այդ միասնությունը հենց ամենաառաջի օրերից Աստված ուզեց, որ պահպանվի, որ լինի, ու սա ամենակարևոր պատգամն է։ Եվ ասում են, երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակվում էին Պետրոսն ու Հակոբոսը, Հովանեսն ու Անդրեասը, Փիլիպոսն ու Թովմասը, Բարդուղիմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու նախանձահույս Շմավոնը եւ Հակոբոսի որդի Հուդան։ Նախ ցանկը նույնն է, շատ կարևոր մի հանգամանք։ Ուզում է հիշեցնի, որ այդ բոլորը բացի Հուդայից, Իսկարիովտացուց, բոլորը մնացել են, չեն ցրվել։ Անվանապես է հիշում, որ շատ կարևոր է։ Երկրորդը հիշեցնում է մի շատ կարևոր բան է տալիս, որ արդեն ըստ դիրքի է դնում։ Պետրոսից հետո ոչ թե Անդրեասին է դնում, որ Մատթեոս 10-ի մեջ էինք կարդում, որովհետև երկու եղբայր են՝ Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովանես, այլ Պետրոսից հետո դնում է Հակոբոսին, հետո նոր Հովանեսին, հետո նոր Անդրեասին։
Եվ այստեղ ըստ Փիլիպոս Թովմաս, Բարդուղիմեոս Մատթեոս 2:2 տանում է, վերջինները 3 հատ է դնում, որովհետև 4-րդը Հուդա Իսկարիովտացին դուրս էր մնացել, բայց հիմա հաջորդ Աստծո կամոք մեր սերտողությանը պիտի տեսնենք, թե Հուդային ով է գալիս տեղը վերցնելու, այսինքն լրացնելու այդ բացը։ Իսկ այս Հակոբոսի որդի Հուդան ով է։ Էլի Հուդա կար։ Ով էր։ Հետաքրքիր է, հայ է, դե հայ, Թադեոսն է մեր, Թադեոս առաքյալն է, որ եկավ Հայաստան, մենք հայ ենք, յունոնան հայ ասում։ Այո, որ եկավ Հայաստան եւ մեզ քարոզեց մեր առաջի լուսավորիչը Թադեոսը, որից հետո նաեւ Բարդուղիմեոս եկավ, եւ դրա համար մենք իրապես լուսավորվեցինք ու իրանց կոչում ենք առաջի լուսավորիչներ։ Հենց Թադեոսը նաեւ մի քանի անուն ուներ, որոնցից մեկն էլ Հուդան էր, բայց Հակոբոսի որդի Հուդա է ասում Ղուկասը, որ չնույնացնենք Իսկարիովտացի Հուդայի հետ ու չկարծենք, որ նույն մարդն են։ Գրաբար տեքստը այնքան գեղեցիկ էր, երբեք չի անդրադարձել, ասում է Ելինի վերնատունն ուր վանքն իսկ էին, հետո ասում է Պետրոս ու անուններն աթվում։ Այսինքն Ելինի վերնատունը ուր վանքն իսկ էին։ Ասում ես վանքը ինչ կապ ունի, առաջի միտքս էր էլի, այս ամենից։ Հետո նայեցի այսօր Հովիկետ գրաբարի բառարանների մասին ենք խոսում, նայեցի, որ վանք նաև նշանակում է համատեղ բնակության վայր։ Սա շատ հետաքրքիր խորքային իմաստ ունի, որ մեր վանական համալիրները իրանք համատեղ բնակության վայրեր են, որ մենք ասում ենք վանք։ Եվ փաստորեն գրաբար այնքան գեղեցիկ ու աստվածային է, որ արդեն իսկ վերնատունը կոչում է վանք։ Կան հետաքրքիր է, չէ՞ այս ամենը, այսինքն համատեղ բնակության վայր։ Իսկ ինչու վերնատուն, որովհետև հայերեն ասում են սա է պատահական չի, որովհետև այլևս աշխարհի վրա չեն, բայց ոչ էլ երկնքում են, վերևը մի տեղ են ու այդ վերնատունը վերևի հարկ կոչվածը այնտեղն է, որտեղ առաքյալները բնակվում են, որտեղ առաքյալները իրենց բնակության վայրն են հաստատել, այլ խոսքով վանքն են հաստատել ու պատահական չի, որ մեր վանքերի ճնշող մեծամասնությունը սարի ու բլուրի վրա է։ Այդ գաղափարը, այդ վերնատան գաղափարը նաև մենք ընկալում ենք այստեղից եկած, ինչու՞ չէ։ Եվ հենց սա էր, որ նորից այստեղ դեղին տառերով գրել եմ, նորից ուզում եմ հիշեցնել Նյութի կարևորագույն միտքը, որ չեն ցրվել, առաքյալները չէին ցրվել, բայց ունեին վախ ու անվստահություն եւ վախեցած, պաշտպանված իրար մեջ են եւ եթե կհիշեք Հովանու 20-ում ենք սա ընթերցում, որ ասում է վախեցած դռները փակ էին ու չգիտեին ինչ անեն ու այդ պահին Հիսուս դռները փակ վիճակում մտավ ու այդ իրենց վախը փարատեց, բայց դեռ վախ կա։ Ու այդ վախը վերջնականապես հաղթահարվում է, երբ որ Սուրբ Հոգին է գալիս։ Եվ վերջի նախադասությունը այսօրվա մեր սերտողության, որը կարծում եմ կարևորագույն նախադասությունն է, ասում է սրանք բոլորը միասիրտ հարատևորեն աղոթքի մեջ էին կանանց եւ Հիսուսի մոր Մարիամի ու նրա եղբայրների հետ։ Նախ ուզում եմ Մարիամի մասին խոսեմ, որ բացառիկ կերպար է, որովհետև Մարիամը առաջինն էր, ով ստացավ Սուրբ Հոգին, որովհետև ի վերջո Սուրբ Հոգով էր, որ հղացավ, ոչ թե մարդու սերմով, ու վստահ եմ այստեղ բոլորս գիտենք, բայց միայն դա չի, Մարիամը միակ անձն է աշխարհի վրա, որ Հիսուսի առաքելության, երկրավոր առաքելության սկզբից մինչև վերջ ներկա էր։ Մարիամը սկզբից մինչև վերջ ներկա էր, որովհետև Հովսեփը մահացած էր եւ տեքստի մեջ հիմա տեսնում ենք, որ այլևս Հովսեփի անուն չկա, որովհետև ավանդույթ ասում, որ ինքը մեծ էր ու ինքը մահացավ, արդեն իսկ բացի ծննդյան դեպքերից հետո մեկ էլ 12 տարեկան դեպքը, որ Ղուկասի մեջ ենք ընթերցում, Հովսեփի անունը էլ չի հիշվում, որ բնականաբար ընկալում ենք, որ Հովսեփը մահացել է, բայց Մարիամը միակն էր, որ մեկ հոգի աշխարհում, որ սկզբից մինչև վերջ երկրավոր այս 33 տարիների ընթացքում իր որդու հետ էր եւ նաեւ պատահական չի, որ իր որդու եկեղեցու առաջի իսկ օրը ներկա պիտի լինի, որտեղ որդին եկավ եկեղեցին հիմնելու համաձայն Մատթեոս 16-ի, որի դռները դժոխքը չի կարող ավերել ու դրա համար նաեւ Մարիամը այնտեղ էլ պիտի ներկա լիներ։ Հետաքրքիր է, որ այստեղ նաեւ նշում է եղբայրների պարագան։ Հովանու ավետարանում 7-րդ գլխի մեջ ընթերցում ենք, որ եղբայրները կասկածով էին Քրիստոսին մոտենում։ Բնականաբար, երբ որ ասում ենք եղբայր, հասկանում ենք cousin, զարմիկ գաղափարը, որ
որովհետև Աստվածամայրը մի զավակ ունեցավ, միածինը եւ այլևս զավակ չունեցավ եւ դրա համար մենք Աստվածամորը նաեւ կոչում ենք հավիտենապես կույս, միշտ կույս մնաց, բայց սա ավելի հետա ժամանակին էլի կխոսենք, մեծ թեմա է, բայց ինչ է լինի պարագան, այս մարդիկ, որ եղբայր են կոչում, հայոց մեջ շատ տարածված է, չէ՞, օրգուրի տղային ասում ես եղբայրը սա, լավ է, երկաթից է, էլի բան չի լինում սրանց։ Այս եղբայրները կասկածամիտ էին եւ ասում էին դե գնա ցույց տուր քեզ աշխարհին էլ, եթե այդքան լավն ես։ Սա Հովանի 7-ում ենք ընթերցում, իսկ հիմա շատ հետաքրքիր է, որ արդեն եկեղեցու մեջ են։ Ասեմ ավելին, Հովանեսի ավետարանում 20-րդ գլխում մենք ընթերցեցինք, որ Հիսուս խաչի վրա ասեց ով կին սա քո որդին է Հովանեսին եւ ով մարդ սա քո մայրն է։ Եվ ասում է Հովանեսը այդ օրվանից Մարիամին իր մոտ առավ։ Եվ կարծես թե այդտեղ մենք վերջացնում ենք, բայց գործքը հավելում է տալիս, չէ։ Մարիամը մենակ Հովանեսի հետ չի, Մարիամը եկեղեցու մեջ է։ Որովհետև հիմա այս ժողովուրդը, որ ներկա է, Մարիամը ներկա է։ Ներկա է նաև իր ճակերտավոր որդիներով, որ իր անմիջական արունակից որդիները չեն, ու ներկա է նաև կանանցով հանդերձ։ Ու այս կանանց գաղափարն էլ շատ կարևոր է, որովհետև մենակ մեն շոու չէր, տղամարդկանց շոու չի։ Տղամարդիկ կան, բայց կանայք էլ հավասարապես կան, ու գործքի մեջ մենք տեսնելու ենք բազում կանանց, ովքեր ահռելի գործ են կատարում առաջի եկեղեցին, որ եկեղեցին կամ քրիստոնեությունը չափազանց ռասիզմի գաղափարը բացարձակ անհիմն է, որ որոշվում է ամեն ինչ։ Եվ հետաքրքրորեն Գևորգ Սկևրացին շատ պարզ իրականություն ասում, բայց երբեմն ուզում եմ հիշեցնել գոնե ինքս ինձ, որ ասում է աղոթքը մեծ զենք է փորձությունների դեմ։ Որովհետև այո, Սուրբ Հոգին ստանալու էին առաքյալները, բայց նաև դա չի նշանակում, որ իրենք էլ փորձությունների մեջով չէին անցնելու։ Ամբողջ գործքի մեջ մենք տեսնելու ենք, թե Պետրոս ու մանավանդ Պողոսը ինչքան փորձությունների մեջով անցնում, ունենալով Սուրբ Հոգին, բայց եւ այնպես լինելով քաջ ու հստակ իր առաքելությունը տանելով առաջ։ Եվ այս միտքը ուզում եմ եւս մեկ անգամ ընթերցել, որ ասում է սրանք բոլորը միասիրտ էին, հարատևորեն աղոթքի մեջ էին կանանց եւ Հիսուսի մոր Մարիամի ու նրա եղբայրների հետ, որովհետեւ այս մոդելը, ես այս բառը կոչեցի, սա առողջ եկեղեցու մոդելն է, a healthy church, որովհետեւ եկեղեցին պիտի առողջ լինի։ Եվ եկեղեցու առողջ մոդելը մեզ պետք չի, որ այսօրվա գիտնականները մեզ բացատրեն, թե ինչպիսին է, աստվածաբանները եւ այլն, ճոխ իմաստ կամ այսպես իրանց անունների կողքը մեծ թայթլներ ունենալով, PhD, դոկտոր եւ այլ, չէ։ Ամենապարզ, ամենահստակ ու ամենաաշխատող մոդելը մեզ տալիս է գործք առաքելոցը։ Եվ դա հետեւյալն է, որ կարողանաս այնպիսի միջավայր ստեղծել, որ բոլորը ընկալված լինեն եւ բոլորը միասիրտ ու հարատևորեն աղոթքի մեջ լինեն։ Եվ եթե սա կա ու մանավանդ եթե կա այնտեղ, որտեղ որ Մարիամն ու նրա եղբայրներն են, այսինքն նաեւ սրբերի դասն է, այսինքն նաեւ այն եկեղեցին, ով չի մերժում սրբերին, ով չի մերժում հաղթական եկեղեցուն, այլ ասում է, որ մենք մի եկեղեցի ենք, դա իրապես այդ իրական տեղն է, որտեղ առողջանում ես, որտեղ ինքդ առաջ ես գնում, ու որտեղ սպասում ես վաղվա օրհնությանը։ Ինչպես ամեն անգամ անում եմ, ավարտելուց հետո փորձում եմ այս դեպքում երկու կարճ հոգևոր վերլուծում անել։ Առաջինը շատ հետաքրքիր երկու ճշմարտություն է, որից հետո վերլուծումը կանեմ, որ ավետարանները Հիսուսի կյանքի առաջին 33 տարին ներկայացրեցին, իսկ գործք առաքելոցը առաջի եկեղեցու 30 տարին, մոտավորապես նույն ժամանակն է, որ մենակ ավետարաններով չսահմանափակվեց Աստված, այլ նաև ուզեց, որ առաջի եկեղեցու առաջի 30 տարին էլ մեզ ներկայացնի այս դեպքում Ղուկասի գրիչով, որ հասկանանք, թե ինչպիսին էր եկեղեցին։ Մյուսը նաև ուզեցի այստեղ ասել, որ 4 կամ 5 անգամ գործք առաքելոցի մեջ առաջի գլխում միայն Սուրբ Հոգու մասին է հիշում, իսկ ընդհանրապես ամբողջ 28 գլուխների մեջ 60 անգամ Սուրբ Հոգու մասին ասում, 60 անգամ ժողովուրդը ահռելի թիվ է։ Բայց այստեղ շատ կարևոր մի միտք կա, որ հայրերը ինձ օգնեցին, ավելի ճիշտ ոսկեբերան մեծ Սուրբ օգնեց, որ ասում է, հետաքրքիր է, ինչու Աստվածաշունչը Սուրբ Հոգուն մխիթարիչ է կոչում։ Եվ երբեք մտածել եմ, բայց այդ միտքը չէի բանարել, եթե
կարծիք կա կուզեք մեկը ինչու օրինակ Աստվածաշունչը Սուրբ Հոգուն մխիթարիչ նաև կոչում։ Կապում այս դեպքի հետ։ Ասում է, որովհետև երբ որ Քրիստոս գնաց, հեռացավ առաքյալներից, տխրեցին, բնական ասա, ես էլ կտխրի։ Ու դրա համար Սուրբ Հոգին անմիջապես առաքվեց մոտ 10 օր հետո, որպեսզի մխիթարվեն Սուրբ Հոգու ներկայությամբ։ Ահա թե ինչու Մեծ Սուրբն ասում է, Սուրբ Հոգին կոչվեց մխիթարիչ, մխիթարելու մեզ, որոնք որ Տիրոջ հետ չեն ու դրանով իր ներկայությամբ Քրիստոսի ներկայությունը մեզ փոխանցելու։ Եվ դրա համար ինքը մշտապես Սուրբ Հոգով մեզ հետ է։ Եվ այստեղ վերջի միտքը, որ յուրաքանչյուր օրհնություն սկսում է հնազանդությունից, հավատալուց, աղոթելուց եւ եկեղեցու մեջ մնալուց, որտեղ են գտնվում Տերն իր սրբերի հետ։ Ու ամբողջ այս միտքը Աստծո արքայության մասին, քանի որ առաքյալները դեռ չեն ընկալում Իսրայելի թագավորությունն են ուզում վերականգնի, ոչ թե Աստծո արքայություն, ուզում եմ այս միտքը ասենք, որ մենք էլ չենք տարբերվում, հաճախ մարդս, ես իմ վրա վերցնեմ ու բոլորս կարող ենք մենք մեր վրա վերցնել, տասնամյակներ շարունակ պատրաստվում է կյանքի որևէ տեղ հասնելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար։ Բացի այն, որ ասենք դպրոցն ենք երկար ժամանակ սովորում, 10 կամ 12 տարի նայած երբ ենք սովորել, որից հետո արդեն համալսարան եւս 4-6 երբեմն ավելի տարիներ, հետո նաեւ այդ մասնագիտությունը ձեռք բերելուց հետո քննությունների ենք գնում, անցնում են քննություններ եւ այլն, ասենք երկար ժամանակի միջոցով նոր ինչ որ դերքի ենք հասնում։ Տասնամյակներ են երբեմն տևում, որ ինչ որ մասնագիտության հասնես, որի նպատակը խորքի մեջ մեկն է՝ գումար ավելի շատ վաստակես եւ լավ դիրք ունենաս հասարակության մեջ։ Ու այստեղ ուրիշ պարագա է գալիս։ Լավ, այսքանը կա ու այսքանը իրականություն է ու մենք սա տեսնում ենք, բայց արդյոք որքան ժամանակ ենք մենք տրամադրում դժվարությունների միջով անցնելով, այսքան եւ ընտանիքին մեջը դնելով երկնքի արքայությունը ձեռք բերելու կամ երկնքի արքայությանը հասնելու համար, որովհետև հաճախ այս դժվարությունները մենակ մենք չենք կրում մեր կյանքում, մեր ընտանիքին էլ ենք կին, զավակ, ծնողներ, որ դուք էլ օգնում են բոլորով, որ այդ անձը տեղ հասնի, բայց արդյոք այդ նույնը անում ենք, որ մենք երկնքի արքայության գոնե գիտակցություն ունենանք ու ինչ որ քայլ անենք երկնքի արքայությանը հասնելու համար, Տիրոջ զորությամբ, Տիրոջ օրհնությամբ, Տիրոջ ներկայությամբ։ Եթե սա չկա, ուրեմն այսօրվա տեքստը հենց սրա մեջ է։ Ուրեմն միգուցե մենք էլ Իսրայելի արքայության կամ ինչ-որ մի պետության մասին ենք մտածում, մինչդեռ Հիսուս իր վերջի օրերին երկրավոր ուզեց, որ մենք ավելի շատ ջանք թափենք երկնքի արքայությունը ձեռք բերելու կամ երկնքի արքայությանը հասնելու համար։ Այսքանն էր, երկար խոսեցի, ժամն, բայց փառք Աստծո, շնորհակալ եմ, որ միասին ենք։ Հիմա հետևյալը կանենք, մի քանի րոպե կընդմիջենք, ընդամենը խնդրում եմ 5 րոպե, ոչ ավել։ Այստեղ սուրճ ունենք, կոնֆետներ, քուքիներ ունենք, որից հետո խնդրում եմ սեղանների վրա մնանք եւ քննարկենք այսօրվա նյութը, ինչպես որ ամեն անգամ անում ենք, եւ 3 հիմնական կետ գտնենք, որը որ նաեւ կկիսենք մյուսների հետ։ Շատ լավ, շնորհակալ եմ, շուտով կհանդիպենք։